Հենց այս պահին, երբ դիտում եք այս նյութը, ձեր հայացքը հասնում է էկրանին ուղիղ 1 միլիարդի մոտ մասնիկ վայրկյանում։ Լույսը, որը կամ արտացոլվում է սենյակի առարկաներից, կամ ճառագայթվում է էկրանից, ճանապարհորդում է 131 միլիոն կիլոմետր/ժ։ Սա ամենաարագն է, ինչ գոյություն ունի մեր տիեզերքում։ Բայց ինչ կլիներ, եթե ասեի, որ հենց այս բացարձակ արագությունը մեզ դատապարտել է հավերժական ժամանակի միակությանը։ Ինչ կլիներ, եթե լույսի արագությունը ոչ թե տեխնիկական սահմանափակում է, որը կարող ենք հաղթահարել, այլ տիեզերքի հիմնարար կառուցվածքի անխախտ օրենք։ Մինչ չմերժեք այս միտքը որպես գիտական ֆանտաստիկայի խելագարություն, տվեք ինձ մի քանի րոպե։ Այն, ինչ ես ձեզ ցույց կտամ, կփոխի ձեր ողջ պատկերացումը տիեզերքում մեր տեղի մասին։ Լույսի արագությունը հաճախ ներկայացվում է որպես մեր տեխնոլոգիական առաջընթացի վերջնական խոչընդոտ։ Մենք երազում ենք տիեզերանավների մասին, որոնք կթռչեն աստղերի միջև, հանգրվաններ կստեղծեն հեռավոր գալակտիկաներում։ Բայց իրականությունը շատ ավելի խորն է և շատ ավելի անհանգստացնող։ Լույսի արագությունը պարզապես սահմանափակում չէ, որը մենք պետք է հաղթահարենք։ Այն տիեզերքի տարածություն ժամանակի հիմքում ոսկորված կառուցվածքային բաժանարարն է։ Այն որոշում է, թե ինչ մասն է մեր տիեզերքից մեզ համար մատչելի և ինչը ընդմիշտ անհասանելի։ Պատկերացրեք, որ նստած եք սենյակում և դիտում աշխարհը պատուհանի միջոցով։ Այդ պատուհանը ձեր տիեզերական հորիզոնն է։ Այն, ինչ տեսնում եք դրա միջոցով, ձեր մատչելի տիեզերքն է։ Բայց ահա խնդիրը, այդ պատուհանը ամեն վայրկյան փոքրանում է։ Ոչ թե դուք հեռանում եք պատուհանից, այլ հենց պատուհանը նեղանում է։ Եվ նեղացման արագությունը որոշվում է լույսի արագությամբ և տիեզերքի ընդլայնման տեմպերով։ Ավելին, այն, ինչ արդեն այժմ գտնվում է պատուհանից դուրս, մնում է այնտեղ ընդմիշտ։ Դուք երբեք չեք կարող հասնել դրան, անգամ եթե ճանապարհորդեք լույսի արագությամբ։ 2017-16 տարին աստրոֆիզիկոս Էթեն Սիգելը հրապարակեց հաշվարկներ, որոնք ցնցեցին գիտական համայնքը։ Նա ցույց տվեց, որ մեր մատչելի տիեզերքում գտնվող 2 տրիլիոն գալակտիկաներից ընդամենը 3%-ը մնում է տեսականորեն հասանելի։ Մյուս 97%-ը արդեն հեռացել են այնքան արագ, որ նույնիսկ լույսի արագությամբ ճանապարհորդելով մենք երբեք չենք հասնի դրանց։ Ավելին, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան շատ ավելի շատ գալակտիկաներ անցնում են այդ անհետադարձ սահմանը։ Դրանք ընկնում են մեր տիեզերական հորիզոնից դուրս ընդմիշտ։ Բայց ինչու։ Ինչու լույսի արագությունը այդքան հատուկ է։ Ինչու է այն ներկայացնում բացարձակ սահմանը, որը ոչինչ չի կարող հաղթահարել։ Պատասխանը թաքնված է տարածության ժամանակի բնույթի մեջ։ Մինչև Ալբերտ Այնշտայնի հեղափոխական աշխատանքները մարդիկ մտածում էին տարածության և ժամանակի մասին որպես առանձին, անկախ էություններ։ Տարածությունը եռաչափ թատրոն էր, որտեղ տեղի էին ունենում իրադարձություններ, իսկ ժամանակը բացարձակ ընթացք, որը հոսում էր նույն արագությամբ բոլորի համար։ 1905 տարին Այնշտայնը ներկայացրեց հատուկ հարաբերականության տեսությունը։ Այդ աշխատանքը ցույց տվեց, որ տարածությունն ու ժամանակը փոխկապակցված են։ Դրանք ձուլվում են միասնական տարածություն-ժամանակի կոնտինուումի մեջ։ Ավելին, Այնշտայնը ցույց տվեց, որ ոչինչ, ոչ մի մասնիկ, ոչ էներգիա, ոչ ինֆորմացիա չի կարող ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը։ Սա ոչ թե վարկած էր, որ մենք հաղթահարելու ենք ավելի լավ տեխնոլոգիաներով։ Սա տարածություն-ժամանակի հիմնարար հատկությունն էր։ Երբ որևէ օբյեկտ շարժվում է ավելի արագ, նրա ժամանակը դանդաղում է իր շրջապատի համեմատ։ Ավելի արագ շարժվելը նշանակում է ավելի դանդաղ հին։ Երբ մոտենում ենք լույսի արագությանը, ժամանակային դիլացիան դառնում է ծայրահեղ։ Եթե հիպոթետիկ տիեզերանավը կարողանար ճանապարհորդել 99.9%-ով լույսի արագությամբ, ապա մի տարին տիեզերանավում համապատասխանում է մոտավորապես 7 տարի երկրի վրա։ 99.999%-ով մի տարին տիեզերանավում 7 տարի երկրի վրա համապատասխանում է մոտավորապես 50 տարի երկրի վրա։ Բայց ահա առանցքային հարցը. ինչ կլինի լույսի արագությամբ։ Լույսի արագությամբ ժամանակը կանգ է առնում։ Ձեր տեսանկյունից արտաքին տիեզերքի ողջ պատմությունը կկատարվի մի ակնթարթում։ Դուք կընկնեք տարածություն-ժամանակի սահմանին, որտեղ երկու հասկացություններ ձուլվում են։ Ահա թե ինչու ֆոտոնները, լույսի մասնիկները, չունեն զանգված։ Դրանք գոյություն ունեն հենց այդ սահմանագծում, որտեղ ժամանակը և տարածությունը
կորցնում են իրենց սովորական նշանակությունը։ Պատկերացրեք մի ֆոտոն, որը ծնվել է մեծ պայթյունից հետո 300,000 տարի անց, երբ տիեզերքը դարձավ թափանցիկ։ Այդ ֆոտոնը ճանապարհորդել է 13.8 միլիարդ տարի, մինչև հասավ ձեր աչքին։ Բայց ֆոտոնի սեփական տեսանկյունից այդ ողջ ճանապարհորդությունը վեղի ունեցավ զրոյական ժամանակում։ Դրա համար 13.8 միլիարդ տարին և 1 վայրկյանը նույնն են։ Սա տիեզերքի խելագար իրականությունն է, լույսի արագության մոտ։ Որպեսզի հասկանանք, թե ինչու լույսի արագությունը հանդիսանում է մեր տիեզերական բանտի ոսկորաթիթեղներ, մենք պետք է խոսենք տիեզերքի ընդլայնման մասին։ 1929-ին Էդվին Հաբբլը հայտնագործեց, որ գալակտիկաները հեռանում են մեզանից։ Ավելին, որքան հեռու է գալակտիկան, այնքան ավելի արագ է այն հեռանում։ Սա վկայում էր, որ տիեզերքը ընդլայնվում է։ Տարածությունն ինքը ստեղծվում է նոր տարածության միջև, դրանով իսկ հեռացնելով գալակտիկաները միմյանցից։ Կարևոր է հասկանալ, գալակտիկաները չեն շարժվում տարածության միջով, ավելի ճիշտ է ասել, տարածությունն ինքը ընդլայնվում է։ Սա կարևոր տարբերություն է։ Երբ գալակտիկա շարժվում է տարածության միջով, 2011 տարին աստրոֆիզիկոսներ Ադամ Ռիսը, Բրայան Շմիթը և Սոլ Փերլմաթերը հայտնագործեցին ավելի անսպասելի բան։ Նրանք ցույց տվեցին, որ տիեզերքի ընդլայնումը ոչ միայն շարունակվում է, այլև արագանում։ Այդ հայտնագործության համար նրանք արժանացան ֆիզիկայի Նոբելյան մրցանակի 2011 տարին։ Սա նշանակում է, որ գոյություն ունի որևէ անտեսանելի ուժ, որը հրում է տիեզերքը արագացող ընդլայնման։ Այդ ուժը կոչվում է մութ էներգիա։ Մութ էներգիան կազմում է տիեզերքի մոտավորապես 66%-ը։ Մենք չգիտենք, ինչ է այն։ Մենք չգիտենք, ինչու է այն գոյություն ունենում։ Բայց մենք գիտենք նրա ազդեցությունը։ Այն մղում է գալակտիկաները հեռու միմյանցից ավելի ու ավելի մեծ արագությամբ։ Իսկ այստեղ սկսվում է մեր տիեզերական բանտը։ Պատկերացրեք, որ նստած եք մի գալակտիկայում և փորձում եք հասնել մեկ այլ գալակտիկայի։ Դուք կառուցեք տիեզերանավ, որը կարող է ճանապարհորդել լույսի արագությամբ։ Դուք ելք եք անում դեպի նպատակ, բայց ինչ կպատահի։ Տարածությունը ձեր և նպատակի միջև ընդլայնվում է։ Հեռավորությունը մեծանում է ամեն վայրկյան։ Եթե նպատակը գտնվում է ավելի քան որոշակի հեռավորության վրա, ապա տարածության ընդլայնումը կարող է անկանխատեսելի լինել ձեր ճանապարհորդությանը։ Գոյություն ունի հատուկ հեռավորություն, որը կոչվում է Հաբբլի հեռավորություն։ Սա այն հեռավորությունն է, որտեղ տիեզերքի ընդլայնման արագությունը հավասար է լույսի արագությանը։ Օբյեկտներ, որոնք գտնվում են Հաբբլի հեռավորությունից հեռու, հեռանում են մեզանից արագ, քան լույսի արագությունը։ Բայց սա չի խախտում Այնշտայնի հարաբերականության տեսությունը, քանի որ դրանք չեն շարժվում տարածության միջով, այլ տարածությունն ինքը ընդլայնվում է։ Այսօրվա դրությամբ Հաբբլի հեռավորությունը մոտավորապես 14 միլիարդ լույսի տարիներ է։ Սա նշանակում է, որ գալակտիկաները, որոնք գտնվում են ավելի քան 14 միլիարդ լույսի տարիների հեռավորության վրանում են մեզանից ավելի արագ, քան լույսի արագությունը։ Լույսը, որը նրանք արտանետում են դեպի մեզ, երբեք չի հասնի մեզ։ Նրանք մեր համար անտեսանելի են և կմնան անտեսանելի ընդմիշտ։ Բայց սա դեռ չի ավարտվում։ Քանի որ տիեզերքի ընդլայնումը արագանում է, Հաբբլի հեռավորությունը փաստորեն նվազում է ժամանակի ընթացքում։ Սա նշանակում է, որ գալակտիկաներ, որոնք այսօր տեսանելի են, վաղը կդառնան անտեսանելի։ Ամեն օր մեր տիեզերական պատուհանը նեղանում է։ Մենք կորցնում ենք հասանելիությունը գալակտիկաներին, որոնք երբեք չենք կարողանա այցելել։ Հաշվենք կոնկրետ թվեր։ Մեր մատչելի տիեզերքը, այն մասը, որը կարող ենք տեսնել, պարունակում է մոտավորապես 2 տրիլիոն գալակտիկաներ։ Սակայն դրանցից ընդամենը մոտավորապես 60 միլիարդ գալակտիկաներ մնում են տեսականորեն հասանելի։ Սա փոքր թիվ չէ իհարկե, բայց դա ընդամենը 3%-ն է ողջ տեսանելի տիեզերքի գալակտիկաներից։ Ավելին, այդ 60 միլիարդ գալակտիկաները ևս աստիճանաբար կորչում են։ Ամեն վայրկյան մոտավորապես 20,000 գալակտիկաներ անցնում են մեր տիեզերական հորիզոնից այն կողմ։ Դրանք հեռանում են այնքան արագ, որ լույսն անգամ չի կարող հետ բերել դրանց պատկերը։ Մինչև այս նյութի ավարտը հազարավոր գալակտիկաներ կհեռանան ընդմիշտ։ Դուք գուցե մտածում եք, բայց մենք կարող ենք սպասել։ Տիեզերքի ընդլայնումը գուցե դանդաղի կամ կանգ կառնի, բայց ահա վատ լուրը, դա չի լինի։ Մութ էներգիան շարունակում է հրել տիեզերքը արագացող ընդլայնման, և առկա տվյալներից հետևում է, որ այդ գործընթացը կկարողանա միայն ավելի արագանալ հետագայում։ 2020 տարին տիեզերաբան Կեթի Մաքը հրապարակեց հոդված, որտեղ նկարագրեց մեր տիեզերական ապագան։
Նա ցույց տվեց, որ մոտավորապես 100 միլիարդ տարի հետո մեր տիեզերական հորիզոնը կսահմանափակվի մեր գալակտիկաների տեղական խմբով։ Ավելին, մենք այլևս չենք կարողանա դիտել հեռավոր գալակտիկաներ։ Տիեզերքի միկրոալիքային ֆոնային ճառագայթումը, որը մեծ պայթյունից մնացած ակնարկն է, կթուլանա եւ կկորչի։ Պատկերացրեք ապագայի քաղաքակրթություն, որը կկառուցվի մեր երկրի վրա կամ մեր գալակտիկայում 100 միլիարդ տարի հետո։ Այդ քաղաքակրթության աստղագետները կդիտեն երկինքը եւ կտեսնեն միայն իրենց սեփական գալակտիկաները։ Դրանք չեն լսի մեծ պայթյունի մասին։ Դրանք չեն կարողանա չափել տիեզերքի տարիքը։ Դրանք կհավատան, որ տիեզերքը պապը պարզապես իրենց գալակտիկան է եւ դրանից դուրս ոչինչ չկա։ Մենք այսօր գտնվում ենք արտոնյալ դիրքում։ Մենք կարող ենք դիտել հեռավոր գալակտիկաները։ Մենք կարող ենք չափել տիեզերքի տարիքը եւ ընդլայնումը։ Մենք ապրում ենք պատմության այն պահին, երբ տիեզերքը դեռևս բաց գիրք է։ Բայց այդ պատուհանը փակվում է, իսկ մենք անզոր ենք կանգնեցնելու այն։ Հիմա պատկերացրեք, ինչպես կզգաք դուք։ Դուք գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման մեծ է, բայց նաև գիտակցում եք, որ տիեզերքը անսահման։ Տիեզերքը 10 միլիարդ տարի ավելի երիտասարդ էր։ Ամեն ինչ այլ էր։ Բայց հենց այդ պատկերն ենք մենք տեսնում այսօր։ Սա նշանակում է, որ մենք երբեք չենք իմանա, ինչ է կատարվում այդ գալակտիկայում հիմա։ Մեր հիմա եւ նրանց հիմա տարանջատված են 10 միլիարդ տարիների տարածություն ժամանակային ընդմիջումով։ Եթե նրանք փոխանցեն ռադիոսիգնալ դեպի մեզ այսօր, մենք կստանանք այն 10 միլիարդ տարի հետո։ Եվ եթե մենք պատասխանենք, նրանց պատասխանը կհասնի նրանց 10 միլիարդ տարի ավելի ուշ։ Ընդհանուր հաղորդակցությունը կկազմի 20 միլիարդ տարի։ 20 միլիարդ տարին ավելի երկար է, քան տիեզերքի ներկայիս տարիքը։ Սա նշանակում է, որ հաղորդակցությունը այնպիսի հեռավոր քաղաքակրթությունների հետ գործնականում անիմաստ է։ Մինչև մենք ստանանք պատասխան, մեր քաղաքակրթությունը կարող է ավելի չգոյություն ունենալ։ Մեր աստղը կարող է մահանալ։ Մեր գալակտիկան կարող է ձուլվել այլ գալակտիկայի հետ։ Ամեն ինչ կարող է փոխվել։ Այսպիսով, լույսի արագությունը ստեղծում է ոչ միայն տարածական սահմանափակում, այլև ժամանակային։ Մենք չենք կարող տեսնել այժմեական տիեզերքը։ Մենք տեսնում ենք միայն անցյալը։ Ավելին, որքան հեռու ենք նայում, այնքան հեռու անցյալ ենք տեսնում։ Տիեզերքը հանդիսանում է ժամանակի մեքենա, որտեղ հեռավորությունը եւ անցյալը փոխադարձաբար կապված են։ Ինչ կլիներ, եթե կարողանայինք շարժվել ավելի արագ, քան լույսը։ Ինչ կլիներ, եթե գտնենք ճեղք Այնշտայնի հարաբերականության տեսության մեջ։ Դժբախտաբար, ոչ մի ճեղք չկա։ Լույսի արագության սահմանը ոչ թե տեխնիկական խոչընդոտ է, այն մաթեմատիկական անխուսափելիություն է, որը բխում է տարածություն ժամանակի հիմնարար կառուցվածքից։ Երբ փորձում եք արագացնել զանգվածով օբյեկտ, այն ներգրավում է էներգիա։ Որքան մոտենում եք լույսի արագությանը, այնքան ավելի շատ էներգիա է պահանջվում։ Մաթեմատիկան ցույց է տալիս, որ օբյեկտի զանգվածային էներգիան պահանջը ավելանում է անվերջորեն, երբ արագությունը մոտենում է լույսի արագությանը։ Սա նշանակում է, որ հասնել լույսի արագությանը պահանջում է անսահման էներգիա։ Իսկ անսահման էներգիա չկա տիեզերքում։ Որոշ տեսաբաններ առաջարկել են փոս ճեղքեր կամ այլ տարածություն ժամանակի հատուկ կառուցվածքներ,
որոնք թույլ կտան շրջանցել լույսի արագության սահմանը։ Բայց այս գաղափարները հանդիպում են լուրջ խնդիրների։ Փոս ճեղքեր պահանջում են մնացական էներգիա, էներգիայի տեսակ, որը երբեք չի դիտվել բնության մեջ։ Ավելին, նույնիսկ եթե փոս ճեղքերը գոյություն ունենան, դրանք կարող են անկայուն լինել կամ պահանջել այնպիսի պայմաններ, որոնք անհասանելի են։ Կա նաև պատճառականության խնդիրը։ Եթե դուք կարողանաք շարժվել ավելի արագ, քան լույսը, ապա հարաբերականության տեսությունը ենթադրում է, որ դուք կարող եք շարժվել ժամանակի մեջ հետ։ Սա կստեղծի պատճառական պարադոքսներ։ Օրինակ, դուք կարող եք վերադառնալ անցյալ եւ խանգարել ձեր սեփական ծննդին։ Ֆիզիկոսները համոզված են, որ այդպիսի պարադոքսները անհնար են, ինչը նշանակում է, որ ժամանակի մեջ հետ շարժվելը եւ հետեւաբար ավելի արագ, քան լույսը շարժվելը, նույնպես անհնար է։ Այսպիսով, մենք մնում ենք բանտարկված տարածություն ժամանակի սահմաններում, որոնք սահմանվում են լույսի արագությամբ։ Մենք կարող ենք երազել աստղերի մասին։ Մենք կարող ենք պլանավորել հեռավոր գալակտիկաների ուսումնասիրությունը, բայց մեծ մասը տիեզերքի մնում է ընդմիշտ անհասանելի։ Ոչ միայն պրակտիկ իմաստով, այլև սկզբունքորեն։ Եվ սա միայն մեր ներկա խնդիրը չէ, սա նաև ապագա սերունդների խնդիրն է։ Ամեն սերունդ կբախվի ավելի նեղ տիեզերական հորիզոնի։ Ամեն սերունդ կկորցնի հասանելիությունը ավելի շատ գալակտիկաների։ Եվ վերջում մարդկությունը կամ ցանկացած այլ քաղաքակրթություն, որը կարող է գոյություն ունենալ այդ հեռավոր ապագայում, կձնարկված լինի իր տեղական գալակտիկական խմբում, անկարող դիտելու կամ հասնելու հեռավոր տիեզերք։ Դուք հավանաբար մտածում եք, լավ, բայց գոնե մենք ունենք մեր սեփական գալակտիկան։ Ընդդեմ, բայց նույնիսկ մեր գալակտիկան, ծիր ճանապարհը, հսկայական է։ Այն պարունակում է 200 մինչև 400 միլիարդ աստղեր։ Յուրաքանչյուր աստղ կարող է ունենալ մոլորակային համակարգ։ Առնվազն մեր սեփական գալակտիկայում մենք ազատ ենք ճանապարհորդել, ճիշտ է։ Տեսականորեն այո, բայց գործնականում ոչ։ Ծիր ճանապարհի տրամագիծը մոտավորապես 100,000 լույսի տարիներ է։ Սա նշանակում է, որ նույնիսկ լույսի արագությամբ ճանապարհելով մենք կպատրաստվենք ունենալ ուղղակի սերնդիներում մեկի մոտավորապես 100,000 տարի տեղաշարժ։ Ճանապարհորդելով մենք կպահանջենք 100,000 տարի հատելու գալակտիկան մի կողմից մյուսը։ 100,000 տարի ամբողջ մարդկային քաղաքակրթության տարիքից 2 անգամ ավելի։ Ավելին, մեր ամենամոտ աստղը Պրոքսիմա Կենտավրին գտնվում է 4,32 լույսի տարիների հեռավորության վրա։ Լույսի արագությամբ 4,32 տարի միակողմանի ճանապարհորդության համար։ Բայց մեր ժամանակակից տեխնոլոգիաներով ամենաարագ տիեզերանավները շարժվում են մոտավորապես 150,000 կմ/ժ։ Սա ընդամենը 0,04% է լույսի արագությունից։ Այդ արագությամբ ճանապարհորդությունը Պրոքսիմա Կենտավրին կպահանջի ավելի քան 70,000 տարի։ 70,000 տարի ժամանակաշրջան, որի ընթացքում մարդկային քաղաքակրթությունները բազմիցս բարձրացել եւ անկել են։ Այս ամենը հասնելու մեր ամենամոտ աստղային հարևանին, իսկ ցանկացած այլ աստղ ավելի հեռու է։ Մեծ մասը աստղերը գալակտիկայում գտնվում են հազարավոր կամ տասնյակ հազարավոր լույսի տարիների հեռավորության վրա։ Եվ սա մեր սեփական գալակտիկան է։ Մենք դեռ չենք խոսել մեր ամենամոտ գալակտիկական հարևանի Անդրոմեդայի մասին։ Անդրոմեդան գտնվում է 2,5 միլիոն լույսի տարիների հեռավորության վրա, լույսի արագությամբ 2,5 միլիոն տարի։ Ներկայիս տեխնոլոգիաներով 10 միլիարդ տարիից ավելի։ Սա 2 անգամ ավելի երկար է, քան տիեզերքի ներկայիս տարիքը։ Այսպիսով, մենք բախվում ենք լույսի արագության սահմանի 3 հիմնական հետևանքներին։ Առաջին, մենք չենք կարող հասնել հեռավոր գալակտիկաներին, որոնք հեռանում են մեզանից ավելի արագ, քան լույսը։ Երկրորդ, մենք չենք կարող տեսնել այժմեական տիեզերքը, միայն անցյալը։ Երրորդ, նույնիսկ մեր սեփական գալակտիկայում ճանապարհորդությունները պահանջում են անռեալ երկար ժամանակ, մարդկային քաղաքակրթության հեռանկարներից դուրս։ Ինչ է սա նշանակում մեր տիեզերական ժառանգության համար։ Ինչ է սա նշանակում մարդկության ապագայի համար։ Արդյոք մենք դատապարտված ենք մնալու մեր արեգակային համակարգում կամ, լավագույն դեպքում, մեր գալակտիկայի փոքր մասում։ Կամ գուցե գոյություն ունի փախուստի ճանապարհ, որը մենք դեռ չենք հայտնագործել։ Բայց նախքան հուսահատվելը, եկեք խորանանք այն հնարավորությունների մեջ, որոնք տեսականորեն գոյություն ունեն։ Ֆիզիկոսները տասնամյակներ շարունակ մտածել են այն մասին,
թե ինչպես կարող ենք շրջանցել լույսի արագության սահմանը առանց խախտելու Այնշտայնի հարաբերականության տեսությունը։ Եվ նրանք գտել են մի քանի հետաքրքիր մոտեցումներ։ Թեև սրանք մնում են հիպոթետիկ, դրանք արժանի են մանրամասն քննարկման։ Ամենահայտնի մոտեցումը ժամանակային դիլացիան է։ Այնշտայնը ցույց տվեց, որ երբ շարժվում եք ավելի արագ, ձեր ժամանակը դանդաղում է արտաքին դիտորդի համեմատ։ Սա ոչ թե օպտիկական իլյուժն այս, սա իրական ֆիզիկական ազդեցություն է, որը հաստատվել է անհամար փորձերով։ Ատոմային ժամացույցներ, որոնք տեղափոխվել են արագ ինքնաթիռներում, իսկապես ցույց են տվել ավելի դանդաղ ընթացք, համեմատած երկրի վրա մնացած նույնական ժամացույցների հետ։ Պատկերացրեք, որ դուք ճանապարհորդում եք տիեզերանավում, որը շարժվում է 99.9%-ով լույսի արագությունից։ Ձեր տեսանկյունից ամեն ինչ նորմալ է։ Դուք շարժվում եք, շնչում, մտածում սովորական տեմպերով։ Բայց երկրի վրա մնացած մարդկանց համար ձեր ժամանակը դանդաղել է մոտավորապես 7 անգամ։ 1 տարի ձեր տիեզերանավում համապատասխանում է 7 տարի երկրի վրա։ Ավելացրեք արագությունը մինչև 99.99%։ Հիմա մի տարին ձեր տիեզերանավում 99.99% հավասար է մոտավորապես 50 տարի երկրի վրա։ 99.999%-ով մի տարին տիեզերանավում հավասար է 500 տարի երկրի վրա։ Տեսնուք օրինաչափությունը։ Որքան մոտենում եք լույսի արագությանը, ժամանակային դիլացիան աճում է էքսպոնենցիալ։ Սա նշանակում է, որ տեսականորեն դուք կարող եք ճանապարհորդել դեպի հեռավոր աստղեր, առանց ծերանալու հազարավոր տարիներ։ Եթե ձեր տիեզերանավը կարողանա հասնել բավականաչափ մոտ լույսի արագությանը, դուք կարող եք անցնել հսկայական տարածություններ ձեր կյանքի ընթացքում։ Բայց ահա խնդիրը. երկրի վրա դեռևս անցնելու է հազարավոր տարիներ։ Պատկերացրեք, որ դուք մեկնում եք դեպի Պրոքսիմա Կենտավրի 4.32 լույսի տարիների հեռավորության վրա։ Ձեր տիեզերանավը արագանում է մինչև 99.999%-ով լույսի արագությունից։ Ձեր ժամանակային դիլացիան այնքան ծայրահեղ է, որ ողջ ճանապարհորդությունը տևում է ընդամենը մի քանի ամիս ձեր տեսանկյունից։ Դուք ժամանում եք, հետազոտում մոլորակը և վերադառնում երկիր։ Բայց երբ վերադառնում եք տուն, տեսնում եք, որ երկիրը փոխվել է։ Դուք բացակայել եք մի քանի ամիս, բայց երկրի վրա անցել է 10 տարի։ Ձեր ընկերները ավելի մեծացել են, ձեր ընտանիքը փոխվել է։ Աշխարհը, որը դուք թողել էիք, այլևս չկա։ Դուք ճանապարհորդել եք ոչ միայն տարածության մեջ, այլև ժամանակի մեջ առաջ։ Եվ սա միայն մոտակա աստղի հստրի համար է։ Պատկերացրեք ճանապարհորդությունը դեպի գալակտիկայի կենտրոն 26000 լույսի տարիների հեռավորության վրա։ Նույնիսկ լույսի արագության 99.9999%-ով ձեր ճանապարհորդությունը կարող է տևել մի քանի տարի ձեր տեսանկյունից։ Բայց երբ վերադառնաք, երկրի վրա անցնելու է 52000 տարի։ Մարդկային քաղաքակրթությունը, որպես դուք ճանաչում էիք, այլևս չի գոյություն ունենա։ Սա ստեղծում է հիմնարար դիլեմա։ Դուք կարող եք ուսումնասիրել տիեզերքը, բայց չեք կարող վերադառնալ տուն։ Ոչ ժամանակային իմաստով։ Յուրաքանչյուր ճանապարհորդություն հանդիսանում է միակողմանի ուղևորություն ապագա։ Դուք կարող եք տեսնել ինչ կլինի երկրի հետ հազարավոր տարիներ հետո, բայց երբեք չեք կարող վերադառնալ ձեր սեփական ժամանակ։ 2011 տարին ֆիզիկոս Միչիո Կակուն հրապարակեց գիրք, որտեղ քննարկեց տիեզերական ճանապարհորդությունների այս էթիկական և հոգեբանական հետևանքները։ Նա ցույց տվեց, որ ժամանակային դիլացիան ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև խորը մարդկային տրագեդիա։ Աստղագնացները, ովքեր մեկնում են երկարաժամկետ ճանապարհորդությունների, ճանաչում են, որ դրանք հրաժեշտ են տալիս ամեն ինչին, ինչ նրանք սիրում են։ Բայց գուցե կա այլ ճանապարհ։ Գուցե մենք կարող ենք չշարժվել ավելի արագ, այլ փոխել տարածություն ինքը։ Սա հենց այն գաղափարն է, որը հիմք է դրված Ալկուբիերեի շարժիչի հայեցակարգի մեջ։ 1994 տարին մեխիկացի ֆիզիկոս Միգել Ալկուբիերեն առաջարկեց տեսական մեխանիզմ, որով տիեզերանավը կարող է սահել տարածության վրա, առանց իրականում շարժվելու տարածության միջով։ Գաղափարը հետևյալն է. Ալկուբիերեի շարժիչը ստեղծում է տարածություն ժամանակի պղպճակ տիեզերանավի շուրջը։ Պղպճակի առջևի մասում տարածությունը կծկվում է, իսկ հետևի մասում ընդլայնվում։ Տիեզերանավն ինքը մնում է իր տեղային տարածություն ժամանակում անշարժ, բայց պղպճակը շարժում է այն դեպի առաջ։ Քանի որ տիեզերանավն իրականում չի շարժվում տարածության միջով, լույսի արագության սահմանը չի կիրառվում։ Սա նման է անթանդի վրա քայլելուն։
Դուք ինքներդ կանգուն եք, բայց անդանդը տեղափոխում է ձեզ։ Ալկուբիերեի շարժիչի դեպքում տարածություն ինքը հանդիսանում է անդանդը։ Տեսականորեն այս մեխանիզմը կարող է թույլ տալ ճանապարհորդել ցանկացած արագությամբ, նույնիսկ շատ ավելի արագ, քան լույսը, առանց խախտելու հարաբերականության տեսությունը։ Լսվում է հիանալի, ճիշտ է, բայց ահա խնդիրները։ Ալկուբիերեի շարժիչը պահանջում է մնացական էներգիա, էներգիայի տեսակ, որը ունի բացասական խտություն։ Այդպիսի էներգիա երբեք չի դիտվել բնության մեջ։ Մենք չգիտենք, գոյություն ունի արդյոք այն։ Ավելին, պահանջվող էներգիայի քանակը աստղային է։ Սկզբնական հաշվարկները ցույց էին տալիս, որ պահանջվում է ավելի շատ էներգիա, քան պարունակում է ամբողջ տեսանելի տիեզերքը։ Հետագա հետազոտությունները փոքրացրին էներգիայի պահանջը։ 2012 տարին ֆիզիկոս Հարոլդ Ուայթը ցույց տվեց, որ էներգիայի պահանջը կարող է նվազեցվել մինչև Յուպիտերի զանգվածի էներգիական համարժեքը։ Դեռևս անհասանելի, բայց ավելի քիչ անհավանական, քան նախկինում։ Բայց դեռ կան այլ խնդիրներ։ Ալկուբիերեի պղպճակի ներսում աստղագնացները կարող են չկարողանալ վերահսկել այն։ Տարածություն ժամանակի աղավաղումը հավանաբար արգելափակելու է ցանկացած հաղորդակցություն պղճակից դուրս։ Աստղագնացները չեն իմանա ուր են ուղղվում կամ ինչպես կանգնեցնել։ Ավելին, երբ պղճակը դադարեցվի, կուտակված ճառագայթումը կարող է ազատվել հզոր պայթյունի տեսքով, ոչնչացնելով նպատակային տարածքը։ Այսպիսով, թեև Ալկուբիերեի շարժիչը տեսականորեն հնարավոր է հարաբերականության տեսության շրջանակներում, այն պրակտիկ իրականացումը մնում է խիստ կասկածելի։ Սա մեզ տալիս է հույս, բայց ոչ լուծում։ Կա նաև փոստճեղքերի հայեցակարգը։ Հիպոթետիկ կարճատև ուղիներ տարածություն ժամանակի միջով։ Պատկերացրեք, որ տիեզերքը թուղթ է։ Նորմալ ճանապարհորդությունը նման է քայլելուն թղթի վրա մի կետից մյուսը։ Բայց ինչ կլիներ, եթե կարողանայիք ծալել թուղթը, այնպես որ երկու կետերը հպվեն։ Այդ դեպքում դուք կարող եք անցնել անմիջապես մի կետից մյուսը փոստճեղքի միջոցով։ Ընդհանուր հարաբերականության տեսությունը թույլ է տալիս փոստճեղքերի գոյությունը, բայց ինչպես Ալկուբիերեի շարժիչի դեպքում, դրանք պահանջում են մնացական էներգիա, պահելու ճեղքը բաց։ Առանց մնացական էներգիայի փոստճեղքը կփակվի անմիջապես, ոչնչացնելով ցանկացած օբյեկտ, որը փորձում է անցնել դրանով։ Ավելին, փոստճեղքերը հավանաբար անկազայուն են։ Նույնիսկ փոքրագույն խանգարումը, ինչպիսին է մեկ ֆոտոնի անցումը, կարող է հարուցել պողպատաֆիզիկական արձագանք, որը կկործանի ճեղքը։ Եվ եթե փոստճեղքը ստեղծվի, դա կարող է թույլ տալ ժամանակային ճանապարհորդություններ, ստեղծելով պատճառական պարադոքսներ։ Հարկավոր է նաև հիշել, որ նույնիսկ եթե փոստճեղքերը գոյություն ունեն բնության մեջ, դրանք հավանաբար չեն կարող ստեղծվել արհեստականորեն։ Դրանք կարող են լինել միայն տիեզերքի կառուցվածքի բնական տարրեր, որոնք ձևավորվել են մեծ պայթյունի ժամանակ։ Եվ եթե դա այդպես է, մենք պետք է գտնենք դրանք, ոչ թե ստեղծենք։ Բայց գուցե ամենախելամիտ մոտեցումը փոքր սկիզբ առնելն է։ Փոխանակ երազելու միանգամից միջգալակտիկական ճանապարհորդությունների մասին, գուցե մենք պետք է կենտրոնանանք մեր սեփական արեգակային համակարգի վրա։ Մարսը գտնվում է միայն մի քանի լիք րոպե հեռավորության վրա լույսի արագությամբ։ Նույնիսկ ներկայիս տեխնոլոգիաներով մենք կարող ենք հասնել Մարսին 9 ամիսների ընթացքում։ Արդյոք սա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք աստղերի մասին երազանքներից։ Ոչ, բայց սա նշանակում է, որ մենք պետք է ռեալիստ լինենք։ Մարդկության տարածումը դեպի աստղերը կկազմի ոչ թե տասնամյակներ կամ դարեր, այլ հազարամյակներ և միլիոնավոր տարիներ։ Մեր հեռավոր սերունդները գուցե կթռչեն դեպի մոտակա աստղերը, բայց դա կլինի միակողմանի ուղևորություն։ Մտածեք այս մասին։ Մարդկությունը գոյություն ունի մոտավորապես 200,000 տարի, քաղաքակրթությունը մոտավորապես 10,000 տարի, արդյունաբերական հեղափոխությունը մոտավորապես 100 տարի, ընդամենը 250 տարի, իսկ տիեզերական դարաշրջանը ընդամենը 65 տարի։ Մենք նոր սկսել ենք մեր տիեզերական ճանապարհորդությունը և արդեն բախվում ենք բնության հիմնարար սահմանափակումներին։ Գուցե այս սահմանափակումները ոչ թե բախտի դժբախտություն են, այլ տիեզերքի իմաստության արտահայտություն։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե յուրաքանչյուր քաղաքակրթություն կարողանար ազատորեն ճանապարհորդել գալակտիկաներում։ Տիեզերքը կլցվեր մրցակցող, հավանաբար թշնամական ցեղերով։ Պատերազմները կլարեին միջաստղային մասշտաբներով։
Բնության ռեսուրսները կսպառվեին անհամեմատ ավելի արագ։ Լույսի արագության սահմանը գուցե հանդիսանում է տիեզերքի պաշտպանական մեխանիզմ։ Այն ապահովում է, որ քաղաքակրթությունները մնում են տարանջատված, թույլ տալով դրանց զարգանալ անկախ։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն ունի իր սեփական տիեզերական հորիզոնը, իր սեփական փոքր մասը անսահման տիեզերքից։ Եվ գուցե սա լավն է, գուցե մենք պետք է սովորենք գնահատել մեր սեփական տիեզերական անկյունը։ Մեր արեգակային համակարգը հսկայական է մեր ստանդարտներով։ 8 մոլորակներ, հարյուրավոր լուսիններ, միլիոնավոր աստերոիդներ և կոմետներ։ Եթե մարդկությունը կարողանա լիովին օգտագործել այդ ռեսուրսները, մենք կարող ենք կառուցել քաղաքակրթություն, որը շատ ավելի հզոր է, քան ցանկացած բան, որ կարող ենք պատկերացնել այսօր։ Բայց անգամ եթե մնանք մեր արեգակային համակարգում, մենք դեռ կարող ենք հասնել աստղերին այլ կերպ։ 2011 տարին ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը և ներդրողատեր Յուրի Միլները գործարկեցին Breakthrough Starshot նախագիծը։ Նպատակն է ուղարկել փոքր, թեթև տիեզերանավեր դեպի Ալֆա Կենտավրի 20%-ով լույսի արագությամբ, օգտագործելով լազերային հրում։ Այդ նավերը չեն տանի մարդկանց։ Դրանք կլինեն միկրոսկոպիկ սարքեր, քաշով մի քանի գրամ, բայց դրանք կարող են հասնել Ալֆա Կենտավրի 20 տարում և ուղարկել տվյալներ ետ երկիր։ Սա չի լինի տիեզերական գաղութացում, բայց դա կլինի մեր առաջին իսկական քայլը դեպի աստղերը։ Եվ գուցե սա մեր ճակատագիրն է։ Ոչ թե ուղարկել մարդկանց, այլ ուղարկել մեր գիտելիքը, մեր ժառանգությունը։ Փոքր զոնդեր, որոնք կարող են ճանապարհորդել լույսի արագության մոտ և վերադարձնել տվյալներ։ Սա թույլ կտա մեզ ուսումնասիրել տիեզերքը առանց ենթարկելու մարդկանց ժամանակային դիլացիայի ողբերգությանը։ Դուք տեսնում եք խորթությունը։ Լույսի արագությունը, որը մեզ բանտարկում է, նաև միակ միջոցն է, որով մենք կարող ենք հաղորդակցվել տիեզերքի հետ։ Լույսը, էլեկտրամագնիսական ալիքները, սրանք կրում են մեր հաղորդագրությունները, մեր նկարները, մեր երաժշտությունը դեպի աստղեր։ Ամեն ռադիոհաղորդում, որը երբևէ արվել է երկրից, այժմ տարածվում է տիեզերքով լույսի արագությամբ։ Մեր ամենահին հեռուստահաղորդումները, որոնք սկսեցին մոտավորապես 90 տարի առաջ, հիմա գտնվում են 90 լույսի տարիների ռադիուսի մեջ։ Դրանք անցել են հարյուրավոր աստղերի կողքից։ Եթե կա որևէ քաղաքակրթություն այդ աստղերի շուրջ, և եթե նրանք լսում են, նրանք կարող են լսել մեր առաջին հեռուստաերգերը, մեր առաջին լրատվական հաղորդումները, մեր առաջին քաղաքական ելույթները։ Սա նշանակում է, որ մարդկությունը որոշ առումով արդեն սկսել է տիեզերական ընդլայնումը։ Ոչ ֆիզիկական, այլ ինֆորմացիոն։ Մեր ազդեցությունը, մեր ազդակը, մեր գոյության վկայությունը տարածվում է արագությամբ, որը չենք կարող հանգցնել։ Յուրաքանչյուր վայրկյան մեր ազդանշանը հասնում է նոր աստղերի, նոր համակարգերի։ Իսկ ով գիտե, ինչ է մեզ սպասում այնտեղ։ Գուցե մենք ոչ միայն մեկ ենք այս տիեզերքում։ Գուցե կան այլ քաղաքակրթություններ, որոնք նույնպես բանտարկված են իրենց սեփական տիեզերական հորիզոններում։ Նրանք նույնպես ուղարկում են ազդանշաններ դեպի տիեզերքը։ Նրանք նույնպես փնտրում են։ Նրանք նույնպես մենակ են զգում։ Գուցե լույսի արագության սահմանը նաև միացնում է մեզ։ Մենք բոլորս յուրաքանչյուր քաղաքակրթություն տիեզերքում կիսում ենք նույն հիմնարար սահմանափակումը։ Մենք բոլորս պատրված ենք մեր սեփական տիեզերական բանտերում։ Եվ գուցե հենց այդ ընդհանուր սահմանափակումն է, որը պետք է մեզ միավորի։ Պատկերացրեք ստանալ ազդանշան հեռավոր աստղից։ Ազդանշան, որը ճանապարհորդել է հազարավոր տարիներ հասնելու ձեզ։ Քաղաքակրթություն, որը ուղարկել է այդ հաղորդագրությունը, գուցե այլևս չգոյություն ունի։ Նրանց աստղը գուցե մարել է։ Նրանց մոլորակը գուցե անշեն է։ Բայց նրանց ձայնը, նրանց իմացությունը, նրանց երգը շարունակում է հնչել տիեզերքում։ Սա լույսի արագության մեկ այլ արդյունք է։ Այն թույլ է տալիս մեզ հաղորդակցվել ոչ միայն տարածությամբ, այլև ժամանակով։ Երբ մենք ստանում ենք ազդանշան հեռավոր աստղից, մենք լսում ենք ձայն անցյալից։ Իսկ երբ մենք ուղարկում ենք ազդանշան, մենք խոսում ենք ապագայի հետ։ Մեր հաղորդագրությունը կհասնի իր նպատակին միլիոնավոր տարիներ հետո, երբ մենք արդեն կմեռած լինենք։ Ահա թե ինչու SETI ծրագիրը, արտագետային բանականության որոնումը, 1960 տարին աստղագետ Ֆրենք Դրեյքը սկսեց աշխատանքը, որը դարձավ SETI հիմքը։
Նա սկսեց լսել ռադիոազդանշաններ հեռավոր աստղերից։ Նրա հուսը այն էր գտնել արտագետային քաղաքակրթության կողմից փոխանցված հաղորդագրություններ։ 65 տարի անց մենք դեռ չենք ստացել վստահելի ազդանշան, բայց մենք չենք դադարել որոնումները։ Ամեն տարի մեր տեխնոլոգիաները բարելավվում են։ Մենք լսում ենք ավելի շատ հաճախություններ, ավելի շատ աստղեր, ավելի թույլ ազդանշաններ։ Եվ յուրաքանչյուր անձրևում, յուրաքանչյուր ձագանչյուր ձմեռային գիշերվա դադարում մենք հույս ունենք լսել մեկին։ Բայց ինչ կլինի, եթե դա տեղի ունենա։ Ինչ կլինի, եթե մենք ստանանք ազդանշան։ Ինչպես կպատասխանենք։ Մենք գիտենք, որ մեր պատասխանը կտևի հազարավոր տարիներ հասնելու նրանց, եւ նրանց պատասխանը մեր պատասխանին կտևի եւս հազարավոր տարիներ հասնելու մեզ։ Հաղորդակցությունը կարող է տևել ավելի երկար, քան մարդկային քաղաքակրթությունը գոյություն ունեցել է մինչ այժմ։ Սա լույսի արագության վերջնական իրոնիան է։ Այն թույլ է տալիս մեզ հաղորդակցվել տիեզերքի հետ, իսկ հաղորդակցությունը կարող է տևել ավելի երկար, քան մարդկային քաղաքակրթությունը գոյություն ունեցել է մինչ այժմ։ Սա լույսի արագության վերջնական իրոնիան է։ Այն թույլ է տալիս մեզ հաղորդակցվել տիեզերքի հետ, իսկ հաղորդակցությունը կարող է տևել ավելի երկար, քան մարդկային քաղաքակրթությունը գոյություն ունեցել է մինչ այժմ։ Սա լույսի արագության վերջնական իրոնիան է։ Այն թույլ է տալիս մեզ հաղորդակցվել տիեզերքի հետ, իսկ հաղորդակցությունը կարող է տևել ավելի երկար, քան մարդկային քաղաքակրթությունը գոյություն ունեցել է մինչ այժմ։ Սա լույսի արագության վերջնական իրոնիան է։ Այն թույլ է տալիս մեզ հաղորդակցվել տիեզերքի հետ, իսկ հաղորդակցությունը կարող է տևել ավելի երկար, քան մարդկային քաղաքակրթությունը գոյություն ունեցել է մինչ այժմ։ Սա լույսի արագության վերջնական իրոնիան է։ Այն թույլ է տալիս մեզ հաղորդակցվել տիեզերքի հետ, իսկ հաղորդակցությունը կարող է տևել ավելի երկար, քան մարդկային քաղաքակրթությունը գոյություն ունեցել է մինչ այժմ։ Սա լույսի արագության վերջնական իրոնիան է։ Այն ոչ թե հաղթահարել լույսի արագության սահմանը, այլ հասկանալ նրա նշանակությունը մեր տեղի համար տիեզերքում։ Արդյոք լույսի արագությունը մեր բանտն է։ Այո եւ ոչ։ Այն սահմանափակում է մեզ, բայց նաև սահմանում մեզ։ Այն պարունակում է մեզ, բայց նաև պաշտպանում։ Այն մեզ մենավոր է դարձնում, բայց նաև միացնում է մեզ ամեն այլ քաղաքակրթության հետ, որը բախվում է նույն սահմանին։ Բայց կա մի բան, որի մասին գիտնականները հազվադեպ են խոսում հրապարակայնորեն։ Մի շարք փորձեր 2017 տարին Ժինևայի համալսարանի ֆիզիկոսների թիմը փորձեց կրկնել փորձը, որը կատարվել էր Պրինսթոնի համալսարանում 3 տարի առաջ։ Պրինսթոնի գիտնականները հայտարարել էին, որ հաջողությամբ ուղարկել են քվանտային ինֆորմացիա ավելի արագ, քան լույսի արագությունը, օգտագործելով քվանտային հեռահաղորդակցության հատուկ սխեման։ Ժնևայի թիմը օգտագործեց ավելի ճշգրիտ սարքեր, ավելի վերահսկվող պայմաններ։ Արդյունքը ամբողջական ձախողում։ Ոչ միայն նրանք չկարողացան կրկնել Պրինսթոնի արդյունքները, նրանք բացահայտեցին, որ սկզբնական փորձը պարունակում էր չափման սխալ։ Ինֆորմացիան չէր ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը, այն պարզապես թվում էր այդպիսին, սխալ մեթոդաբանության պատճառով։ Բայց ինչու այդ մասին ոչ ոք չի խոսում։ Ինչու սկզբնական հոդվածը դեռ մեջբերվում է, բայց հերկման հոդվածը անտեսվում է։ Սա ոչ միայն մեկուսի դեպք է։ 1990-րդ տարիներին Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի գիտնականները հայտարարեցին, որ հայտնագործել են եղանակ, ուղարկել ազդանշաններ ավելի արագ, քան լույսը, օգտագործելով քվանտային թունելավորման էֆեկտը։ 2 տասնամյակ շարունակ այդ աշխատանքը մեջբերվեց որպես լույսի արագության սահմանի հնարավոր շրջանցում։ Մինչև 2013 տարին Վիեննայի համալսարանի ֆիզիկոսները ցույց տվեցին, որ ամբողջ գործընթացը սխալ է մեկնաբանվել։ Քվանտային թունելավորումը իսկապես գոյություն ունի։ Մասնիկները կարող են անցնել էներգիական պատնեշների միջով, որոնք դասական ֆիզիկայի համաձայն անանցանելի են։ Բայց այդ գործընթացը չի թույլ տալիս ուղարկել ինֆորմացիա ավելի արագ, քան լույսը։ Ինֆորմացիան դեռ տարածվում է լույսի արագության սահմաններում։ Այն, ինչ թվում էր ավելի արագ տարածում, փաստորեն էր ալիքային ֆունկցիայի վերլուծության մաթեմատիկական արտիֆակտ։ Իսկ ինչ կասեք քվանտային հեռամեխանիզացիայի մասին։ Այդ խորհրդավոր երևույթը, որի մասին այնքան շատ են խոսում։ Կա արդյոք դա իսկական հնարավորություն շրջանցելու լույսի արագությունը։ Կարճ պատասխանը՝ ոչ։ Երկար պատասխանը ավելի բարդ է։ Քվանտային հեռամեխանիզացիան իսկապես հիանալի երևույթ է։ Երկու մասնիկներ, որոնք ստեղծվել են միասին կամ փոխազդել են, կարող են մնալ կապված անկախ նրանցից բաժանող հեռավորությունից։ Երբ դուք չափում եք մեկ մասնիկի հատկությունը,
Միանգամից իմանում եք մյուս մասնիկի համապատասխան հատկությունը։ Այդ իմացությունը տեղի է ունենում ակնթարթորեն, ավելի արագ, քան լույսի արագությունը կարող էր տեղափոխել ինֆորմացիա։ Այնշտայնը կոչում էր սա ուրվականային հեռազդեցություն։ Նրան այն դուր չէր գալիս։ Նա վստահ էր, որ քվանտային մեխանիկան անլրիվ է և պետք է գոյություն ունենան թաքնված փոփոխականներ, որոնք բացատրում են այդ կապակցությունը։ Բայց 1964 տարին ֆիզիկոս Ջոն Բելը ձևակերպեց մաթեմատիկական ապացույց, որը փոխեց ամեն ինչ։ Բելի անհավասարությունը ցույց տվեց, թե ինչպես փորձնականորեն տարբերակել Այնշտայնի թաքնված փոփոխականների տեսությունը և քվանտային մեխանիկայի ստանդարտ մեկնաբանությունը։ Եվ երբ փորձերը կատարվեցին, առաջին անգամ Ալեն Ասպեի կողմից Ֆրանսիայում 1981 տարին և հետո բազմիցս այլ լաբորատորիաներում քվանտային մեխանիկան հաղթեց։ Թաքնված փոփոխականները չկան։ Քվանտային հեռամեխանիզացիան իրական է։ Այս հիմնարար հետազոտությունների համար Ալեն Ասպեն, Ջոն Կլաուզերը և Անտոն Ցայլինգերը արժանացան ֆիզիկայի Նոբելյան մրցանակի 2022 տարին։ Նրանք վերջնականորեն ապացուցեցին, որ քվանտային հեռամեխանիզացիան ոչ միայն իրական է, այլև հիմնարար տիեզերքի կառուցվածքի համար։ Բայց ահա կարևորը. քվանտային հեռամեխանիզացիան չի թույլ տալիս ուղարկել ինֆորմացիա։ Այո, երկու մասնիկների վիճակները կապված են ակնթարթորեն, բայց դուք չեք կարող վերահսկել, թե ինչ վիճակ կստանաք, երբ չափեք մասնիկը։ Դուք կարող եք միայն դիտել կորելացիաներ, միայն երբ համեմատում եք արդյունքները երկու կողմերից։ Եվ այդ համեմատությունը պահանջում է դասական հաղորդակցություն, որը տեղի է ունենում լույսի արագության սահմաններում։ Պատկերացրեք, որ ձեզ և ձեր ընկերոջը տրվում է յուրաքանչյուրին մեկական հեռամեխանիզացված մասնիկ։ Դուք գնում եք տարբեր աստղեր։ Երբ դուք չափում եք ձեր մասնիկը, դուք տեսնում եք պատահական արդյունք, կամ վերև, կամ ներքև։ Ձեր ընկերը չափելով իր մասնիկը տեսնում է հակառակը։ Բայց որպեսզի իմանաք, որ ձեր արդյունքները կապված են, դուք պետք է համեմատեք դրանք։ Եվ այդ համեմատությունը պահանջում է ուղարկել հաղորդագրություն լույսի արագությամբ։ Այսպիսով, քվանտային հեռամեխանիզացիան, որքան էլ խորհրդավոր է, չի շրջանցում լույսի արագության սահմանը ինֆորմացիայի փոխանցման համար։ Սա հայտնի է որպես No Communication Theorem, ոչ հաղորդակցության թեորեմ։ Քվանտային մեխանիկայի բոլոր մեկնաբանությունները պետք է հետևեն այս սահմանափակմանը։ Հակառակ դեպքում դրանք կթույլ տան պատճառականության խախտում և ժամանակային պարադոքսներ։ Բայց կա ևս մեկ տարածված սխալ ըմբռնում։ Շատ մարդիկ լսել են տաքյոն տերմինը։ Հիպոթետիկ մասնիկներ, որոնք ճանապարհորդում են ավելի արագ, քան լույսը։ Արդյոք դրանք գոյություն ունեն։ Արդյոք դրանք կարող են լինել մեր փրկությունը։ Տաքյոնները առաջին անգամ առաջարկվեցին որպես տեսական հնարավորություն հատուկ հարաբերականության շրջանակներում։ Գաղափարն այն է, որ ինչպես սովորական մասնիկները չեն կարող արագանալ ավելի քան լույսի արագությունը, տաքյոնները չեն կարող դանդաղել մինչև լույսի արագությունը։ Դրանք ծնվում են ավելի արագ, քան լույսը և մնում այդ վիճակում ընդմիշտ։ Բայց տաքյոնների հետ կապված մի շարք հիմնարար խնդիրներ կան։ Առաջին, նրանք պետք է ունենան երևակայական զանգված։ Ոչ բացասական զանգված, այլ երևակայական թիվ քառակուսի արմատի իմաստով։ Սա մաթեմատիկորեն հնարավոր է, բայց ֆիզիկորեն անիմաստ։ Ինչ նշանակում է երևակայական զանգված, ոչ ոք չգիտե։ Երկրորդ, եթե տաքիոնները գոյություն ունենան, դրանք կստեղծեն պատճառականության խախտումներ։ Դուք կարողանաք ուղարկել տաքիոն անցյալ և խանգարել իրադարձությունների ընթացքին։ Սա ստեղծում է հայտնի Պապի պարադոքս, երբ դուք վերադառնում եք անցյալ և խանգարում ձեր ծննդին։ Ֆիզիկոսների մեծ մասը համաձայն է, որ այդպիսի պարադոքսները անհնար են, ինչը նշանակում է, որ տաքիոնները նույնպես պետք է անհնար լինեն։ Երրորդ, 60 տարի ինտենսիվ որոնումներից հետո մենք երբեք չենք դիտել տաքիոններ։ Ոչ մի փորձ, ոչ մի դիտարկում, ոչ մի անուղղակի ազդեցություն։ Եթե դրանք գոյություն ունենան, դրանք պետք է արտադրվեն բարձր էներգիայի մասնիկների բախումների ժամանակ, ինչպիսիք են տեղի ունենում մեծ հադրոնային կոլայդերում, բայց ոչինչ չի գտնվել։ Այսպիսով, տաքիոնները մնում են մաթեմատիկական հետաքրքրություն, բայց ոչ ֆիզիկական իրականություն։ Դրանք չեն փրկելու մեզ լույսի արագության բանտից։ Իսկ ինչ կասեք բացասական զանգվածի կամ բացասական էներգիայի մասին։ Աստղամիջոցային շարժիչների և փոստճեղքերի տեսություններում հաճախ հանդիպում է էկզոտիկ նյութի հասկացությունը։ Սա նյութ է, որը ունի բացասական էներգիայի խտություն կամ այլ անսովոր հատկություններ։
Արդյոք այդպիսի նյութ կարող է գոյություն ունենալ։ Քվանտային մեխանիկայում մենք իսկապես տեսնում ենք բացասական էներգիայի փոքրագույն արտահայտություններ։ Կազիմիրի էֆեկտը օրինակ ցույց է տալիս, որ երկու մետաղական սալերի միջև վակուումի էներգիան կարող է լինել ավելի փոքր, քան ազատ տարածության վակուումի էներգիան։ Սա տեսակ բացասական էներգիա է, բայց քանակը անհավատալիորեն փոքր է։ 1998 տարին ֆիզիկոս Լորենս Քրաուսը հաշվարկեց, թե որքան էկզոտիկ նյութ կպահանջվի Ալկուբիերեի շարժիչի կառուցման համար, նույնիսկ օպտիմիզացված տարբերակում։ Պատասխանը՝ Յուպիտերի զանգվածի համարժեքը։ Բայց մենք չենք կարող արտադրել նույնիսկ միկրոգրամ էկզոտիկ նյութ։ Ամենամեծ քանակը, որը մենք երբևէ ստեղծել ենք լաբորատորիայում, չափելի է ատոմային մակարդակով։ Եվ սա միայն քանակական խնդիրը չէ։ Մենք նույնիսկ չգիտենք, գոյություն ունի արդյոք կայուն էկզոտիկ նյութ։ Բոլոր մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բացասական էներգիայի վիճակները անկայուն են եւ արագ քայքայվում։ Փորձել հավաքել մեծ քանակություններ կարող է լինել ինքնին անհնար, հիմնարար ֆիզիկական սկզբունքների պատճառով։ Հիմա եկեք խոսենք այն մասին, ինչ մենք չենք հասկանում։ Տիեզերքի ընդլայնման մասին կան տվյալներ, որոնք հակասում են միմյանց։ Հաբլի հաստատունի չափումները, արագությունը, որով տիեզերքն ընդլայնվում է, տալիս են տարբեր արդյունքներ, կախված չափման մեթոդից։ Երբ աստղագետները չափում են Հաբլի հաստատունը, օգտագործելով տիեզերքի միկրոալիքային ֆոնային ճառագայթումը, նրանք ստանում են մեկ թիվ, մոտավորապես 67,4 կմ/վ մեգապարսեկի համար։ Բայց երբ չափում են օգտագործելով մոտակա գալակտիկաների դիտարկումները, ստանում են ավելի մեծ թիվ, մոտավորապես 74 կմ/վ մեգապարսեկի համար։ Տարբերությունը թվում է փոքր, բայց այն կարևոր է։ Սա նշանակում է, որ կամ մեր չափումներից մեկը սխալ է, կամ մեր տիեզերքի մոդելը անկատար է։ 2019 տարին այս անհամապատասխությունը դարձավ այնքան ակնհայտ, որ աստղագետները սկսեցին խոսել Հաբլի լարվածության մասին։ Ինչ որ բան սխալ է մեր հասկացողության մեջ։ Կա նաև մութ նյութի խնդիրը։ Մենք գիտենք, որ մութ նյութը գոյություն ունի։ Մենք տեսնում ենք նրա գրավիտացիոն ազդեցությունը գանը գալակտիկաների եւ գալակտիկաների կույտերի վրա։ Մենք ենթադրում ենք, որ այն կազմում է տիեզերքի նյութի մոտավորապես 85%-ը։ Բայց ինչ է այն։ Մենք չգիտենք։ Տասնամյակներ շարունակ ֆիզիկոսները փնտրել են մութ նյութի մասնիկներ։ Խորը ստորգետնյա հսկաների լաբորատորիաներ են կառուցվել պաշտպանված տիեզերական ճառագայթներից։ Բարձր զգայունության դետեկտորներ են տեղադրվել, որսալու մութ նյութի մասնիկի եւ սովորական նյութի հազվագյուտ փոխազդեցությունը։ Բայց տասնամյակների որոնումներից հետո ոչինչ։ Ոչ մի հուսալի ազդանշան։ Գուցե մութ նյութը բաղկացած է մասնիկներից, որոնք մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Գուցե այն ընդհանրապես չէ կազմված մասնիկներից, այլ տարածություն ժամանակի ինչ-որ փոփոխությունից։ Կամ գուցե մեր գրավիտացիայի տեսությունը սխալ է, եւ մեզ պետք է չէ մութ նյութ բացատրելու դիտարկումները։ Իսկ մութ էներգիան ավելի խորհրդավոր է։ Մենք գիտենք ավելի քիչ դրա մասին, քան մութ նյութի մասին։ Մենք չգիտենք ինչ է այն։ Մենք չգիտենք ինչու այն գոյություն ունի։ Մենք չգիտենք այն հաստատուն է, թե փոխվում է ժամանակի ընթացքում։ Մենք կարող ենք միայն չափել նրա ազդեցությունը տիեզերքի ընդլայնման արագացման վրա։ Եվ ահա ամենավտանգավոր հարցը։ Մենք գիտենք, որ մեր տիեզերքը բաղկացած է 3 բաղադրիչից՝ սովորական նյութ 5%, մութ նյութ 27% եւ մութ էներգիա 68%։ Բայց մենք ճանաչում ենք միայն այդ 5%-ը։ Մենք չգիտենք ինչ է տիեզերքի 95%-ը։ Ինչպես կարող ենք պնդել, որ հասկանում ենք լույսի արագության սահմանները, երբ չենք հասկանում տիեզերքի մեծ մասը։ Սա ոչ թե կասկածամտություն է, սա իրականության ճանաչումն է։ Ֆիզիկան առաջանում է բացահայտելով դատարկ տեղերը մեր գիտելիքում։ Յուրաքանչյուր պատասխան ծնում է նոր հարցեր։ Եվ հենց այդ հարցերն են մեզ առաջ տանում։ Բայց եկեք հիմա մտածենք այլ կերպ։ Ոչ թե ինչպես փախչել լույսի արագության բանտից, այլ ինչպես ապրել նրա մեջ։ Ինչպես կարող է մարդկությունը շարունակել գոյություն ունենալ եւ զարգանալ, գիտակցելով, որ տիեզերքի մեծ մասը հավերժորեն անհասանելի է։ Պատկերացրեք, նայում եք ապագա մարդկության վրա 1 միլիարդ տարի հետո։ Արեգակը դեռ վառվում է, թեև շատ ավելի պայծառ եւ տաք, քան այսօր։ Երկիրը հավանաբար այլևս բնակելի չէ, ծայրահեղ ջերմության պատճառով։ Բայց մարդկությունը, եթե գոյատևել է, տեղափոխվել է դեպի արտաքին մոլորակներ կամ կառուցել տիեզերական բնակավայրեր։ Այդ հեռավոր ապագայի քաղաքակրթությունը նայում է գիշերային երկինք։ Բայց այն, ինչ նրանք տեսնում են, տարբերվում է այն ամենից, ինչ մենք տեսնում ենք այսօր։ Հեռավոր գալակտիկաները անհետացել են,
հեռացած այն կողմ կոսմիկ հորիզոնից։ Միկրոալիքային ֆոնային ճառագայթումը թուլացել է մինչև անտեսանելիություն։ Տիեզերքը թվում է ավելի դատարկ, ավելի մութ, ավելի մենավոր։ Այդ քաղաքակրթության աստղագետները չեն կարող չափել տիեզերքի ընդլայնումը։ Նրանք չեն կարող գտնել մեծ պայթյունի ապացույցները։ Նրանց բոլոր դիտարկումները ցույց են տալիս ստատիկ տիեզերք, բաղկացած միայն նրանց տեղական գալակտիկական խմբից։ Նրանք չգիտեն տիեզերքը 13.8 միլիարդ տարեկան է։ Նրանք մտածում են տիեզերքը հավերժական եւ անփոփոխ է։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, սա իրական ապագայի նախագծումն է, հիմնված ներկայիս տիեզերաբանության վրա։ Եվ սա բարձրացնում է խորը հարց. որքան ենք մենք հաճախակի այն նույն իրավիճակում այսօր։ Որքան ենք կորցրել տիեզերքի մասին գիտելիքները, պարզապես այն պատճառով, որ ապրում ենք տվյալ պահին տիեզերական պատմության մեջ։ Պատկերացրեք քաղաքակրթություն, որը ապրել է 10 միլիարդ տարի առաջ, երբ տիեզերքը 3.8 միլիարդ տարեկան էր։ Այդ ժամանակ տիեզերքը ավելի խիտ էր։ Գալակտիկաները ավելի մոտ էին միմյանց։ Տիեզերական հորիզոնը ավելի աչքի էր ընկնում, լայն էր։ Այդ քաղաքակրթությունը կարող էր տեսնել եւ հնարավոր հասնել շատ ավելի շատ գալակտիկաների, քան մենք երբևէ կարող ենք, բայց նրանք ավելի քիչ ժամանակ ունեին։ Աստղերը ավելի երիտասարդ էին։ Ծանր տարրերը անհրաժեշտ կյանքի համար ավելի հազվագյուտ էին։ Գուցե նրանք չունեին բավարար ժամանակ զարգանալու բարդ կյանք եւ քաղաքակրթություն։ Կամ գուցե նրանք զարգացան, բայց մենք երբեք չենք իմանա նրանց մասին, քանի որ դրանց ազդանշանները դեռ չեն հասել մեզ։ Սա տիեզերական ժամանակագրության պարադոքսն է։ Չկա կատարյալ ժամանակ։ Վաղ տիեզերքը ավելի հասանելի էր, բայց պակաս բարենպաստ կյանքի համար։ Ուշ տիեզերքը ավելի բարենպաստ է կյանքի համար, բայց ավելի մեկուսի։ Մենք ապրում ենք ինչ-որ միջևում, պատմության պահին, երբ երկու գործոնները գտնվում են հավասարակշռության մեջ։ Կարող է լինել, որ լույսի արագության սահմանը ոչ թե պատահական սահմանափակում է, այլ անհրաժեշտ պայման կյանքի եւ քաղաքակրթության համար։ Պատկերացրեք տիեզերք, որտեղ չկա արագության սահման։ Քաղաքակրթությունները կարող են տարածվել անմիջապես ամենուրեք։ Նրանք կբախվեին միմյանց հետ անընդհատ։ Պատերազմները կընդգրկեին ամբողջ տիեզերքը վայրկյանների ընթացքում։ Կայունություն եւ զարգացում անհնար կլիներ։ Լույսի արագության սահմանը ստեղծում է ժամանակագրերի իզոլացիա։ Այն ապահովում է, որ քաղաքակրթությունները ունեն ժամանակ զարգանալու անկախ։ Դրանք չեն խանգարվում բազմաթիվ արտաքին ուժերի կողմից։ Դրանք կարող են գտնել իրենց սեփական ճանապարհը, իրենց սեփական լուծումները։ Եվ գուցե, երբ քաղաքակրթությունները զարգանում են բավականաչափ, դրանք գտնում են այլ ճանապարհներ հաղորդակցվելու։ Ոչ ֆիզիկական ճանապարհորդություններ, այլ ինֆորմացիայի փոխանակում։ Ոչ նվաճումներ, այլ հետաքրքրություն եւ համագործակցություն։ Տիեզերքը դառնում է ոչ թե մրցավազք ռեսուրսների համար, այլ գաղափարների եւ գիտելիքի կիսման տարածություն։ Սա նաեւ մեզ հիշեցնում է մեր պարտավորության մասին։ Եթե մենք ապրում ենք պահին, երբ տիեզերքը դեռ հասանելի է դիտարկման համար, ապա մենք պարտավոր ենք ուսումնասիրել այն։ Մենք պետք է գրանցենք ամեն ինչ, ինչ կարող ենք տեսնել, քանի դեռ կարող ենք։ Քանի որ մեր սերունդները 100 միլիարդ տարի հետո չեն ունենա այդ հնարավորությունը։ Մեր հեռախոսները, մեր ներկայումս երկինքի քարտեզները, մեր չափումները տիեզերքի ընդլայնման։ Սրանք կդառնան անգնահատելի արժեք ապագա սերունդների համար։ Դրանք կլինեն միակ ապացույցը, որ տիեզերքը մեկ ժամանակ ավելի մեծ էր, որ այն ընդլայնվում էր, որ կար մեծ պայթյուն։ Այս իմաստով լույսի արագության սահմանը ոչ միայն մեզ սահմանափակում է, այն նաև մեզ պատասխանատվություն է տալիս։ Մենք ապրում ենք արտոնյալ պահին, երբ տիեզերքը դեռ բաց է մեր հետաքննությանը, եւ մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը իմաստով։ Դուք մտածում եք, բայց մեր մեկ մարդու կյանքը այնքան կարճ է, ինչու պետք է հոգանք այն մասին, ինչ կլինի 1 միլիարդ տարի հետո։ Պատասխանը պարզ է, քանի որ մենք մասն ենք ավելի մեծ շարունակականության։ Մենք կապ ենք անցյալի եւ ապագայի միջև։ Ատոմները ձեր մարմնում ծնվել են աստղերի մեջ։ Դրանք ստեղծվել են միլիարդավոր տարիներ առաջ, գերնորվաների պայթյունների ժամանակ։ Այդ աստղերը մահացան, որպիսի դուք կարող եք ապրել։ Իսկ ատոմները, որոնք այժմ կազմում են ձեր մարմինը, կշարունակեն գոյություն ունենալ ձեր մահից հետո։ Դրանք կդառնան մյուս աստղերի, մոլորակների, գուցե այլ կյանքի մաս։ Այս իմաստով դուք անմահ եք, ոչ որպես անհատ, այլ որպես տիեզերքի մաս։ Եվ գիտելիքները, որոնք դուք ստեղծում եք,
Գաղափարները, որոնք դուք փոխանցում եք, կշարունակեն ապրել։ Դրանք կանցնեն սերնդից սերունդ։ Դրանք կձևավորեն ապագան այնպես, ինչպես դուք երբեք չեք պատկերացնի։ Լույսի արագությունը սահմանափակում է մեր տիեզերական տարածքը, բայց այն չի սահմանափակում մեր ազդեցությունը ժամանակի վրա։ Ամեն բացահայտում, որը մենք անում ենք այսօր, ամեն փաստ, որը մենք գրանցում ենք, ամեն գիտելիք, որը մենք հավաքում ենք, կմնա։ Այն կշարունակի ազդել մարդկության ճակատագրի վրա հազարամյակներ և միլիոնավոր տարիներ հետո։ Եվ գուցե դա ավելի կարևոր է, քան ֆիզիկական ճանապարհորդությունը դեպի հեռավոր աստղեր։ Գուցե մեր իսկական ճանապարհորդությունը չէ տարածության միջով, այլ ժամանակի միջով։ Մենք ճանապարհորդում ենք դեպի ապագա, ոչ թե տիեզերանավերում, այլ մեր գաղափարներում, մեր արտադրանքներում, մեր ժառանգության մեջ։ Այսպիսով, լույսի արագությունը մեր բանտը չէ միայն, այն նաև մեր սահմանումն է։ Այն ստիպում է մեզ մտածել երկարաժամկետ հեռանկարներով։ Այն ստիպում է մեզ գնահատել ժամանակը, որը մենք ունենք։ Այն ստիպում է մեզ զարգացնել տեխնոլոգիաներ և քաղաքակրթություններ, որոնք կարող են գոյատևել չնայած սահմանափակումներին։ Մտածեք վերջին 100 տարիների մասին։ Ֆիզիկայում տեղի են ունեցել հեղափոխություններ, որոնք մենք երբեք չէինք կարող պատկերացնել։ Հարաբերականություն, քվանտային մեխանիկա, մեծ պայթյունի տեսություն, քվանտային ոլորտների տեսություն։ Յուրաքանչյուր բացահայտում բացել է նոր հարցեր և նոր հնարավորություններ։ Կամ գուցե մի քանի դարերում մենք կբացահայտենք տարածություն ժամանակի բնույթի մասին ինչ-որ բան, որ հիմնովին կփոխի մեր հասկացողությունը։ Գուցե կգտնենք ճանապարհ շրջանցելու լույսի արագության սահմանը, առանց խախտելու հարաբերականության տեսությունը։ Գուցե տիեզերքը ունի ավելի բարդ կառուցվածք, քան մենք հիմա մտածում ենք։ Բայց նույնիսկ եթե չգտնենք, մենք կկարողանանք շարունակել։ Մարդկությունը նվաճել է երկիր գնդակը ոչ թե ունենալով կատարյալ տեխնոլոգիա, այլ ունենալով համառություն և հարմարվողականություն։ Մենք սովորել ենք գոյատևել անապատում, սառցադաշտերում, օվկիանոսների կղզիներում։ Մենք կկարողանանք սովորել գոյատևել տիեզերքում, նույնիսկ սահմանված լույսի արագությամբ։ Եվ գուցե դարեր կամ հազարամյակներ հետո, երբ մարդկությունը տարածվել է իր արեգակային համակարգում և սկսել ուղարկել սերունդների տիեզերանավեր դեպի մոտակա աստղեր, մեր սերունդները կհայտնաբերեն այլ քաղաքակրթություններ։ Կամ գուցե այլ քաղաքակրթություններ կհայտնաբերեն մեզ։ Եվ առաջին հաղորդակցությունը, երբ այն տեղի ունենա, կլինի մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությունը։ Այդ հաղորդակցությունը չի լինի արագ։ Այն կլինի երկխոսություն, որտեղ յուրաքանչյուր փոխանակում պահանջում է տասնամյակներ կամ դարեր։ Բայց այն նշանակելու է, որ մենք այլևս մենակ չենք, որ տիեզերքը, որքան էլ մեծ և անհասանելի, ունի այլ միտքեր, այլ երազողներ, այլ որոնողներ։ Եվ գուցե դա է վերջնական նպատակը։ Ոչ թե նվաճել տիեզերքը, այլ գտնել մեր տեղը նրա մեջ։ Ոչ թե հաղթահարել լույսի արագության սահմանը, այլ հասկանալ, թե ինչու այն գոյություն ունի։ Ոչ թե փախչել մեր տիեզերական բանտից, այլ դարձնել այն տուն։ Այսպիսով, երբ նայում եք գիշերային երկինք և տեսնում անհամար աստղեր, հիշեք, դրանցից յուրաքանչյուրը հեռու է միլիոնավոր կամ միլիարդավոր կիլոմետրեր։ Լույսը, որը դուք տեսնում եք, ճանապարհորդել է տարիներ կամ դարեր կամ հազարամյակներ հասնելու ձեր աչքերին։ Եվ մեծ մասը այդ աստղերից մենք երբեք չենք հասնի։ Մեր սերունդները գուցե կարող են հասնել մի քանիսը, բայց մեծ մասը մնալու է հավերժորեն հեռու։ Բայց սա ոչ թե պատճառ է հուսահատվելու, սա պատճառ է գնահատելու այն, ինչ մենք ունենք։ Մեր մոլորակը, մեր արեգակային համակարգը, մեր ծիր ճանապարհը, սրանք մեր տունն են։ Եվ սա բավական մեծ տուն է միլիոնավոր տարիների հետազոտության համար։ Արդյոք լույսի արագությունը մեր բանտն է, միայն եթե մենք ընտրում ենք տեսնել այն այդպես։ Բայց մենք կարող ենք նաև տեսնել այն որպես մեր պաշտպանություն, մեր ժամանակ զարգանալու համար, մեր հնարավորություն լինել եզակի և արժեքավոր այս անսահման տիեզերքում։ Վերջին հարցը, որը ես ուզում եմ թողնել ձեզ հետ, հետևյալն է. Ինչ եք դուք անելու այդ գիտելիքով։ Հիմա երբ գիտեք։ Քանի որ լույսի արագության սահմանը մեզ հիշեցնում է, որ ամեն պահ թանկարժեք է, ամեն դիտարկում կարևոր է, ամեն բացահայտում հավերժական է։ Մենք ապրում ենք պահին, երբ տիեզերքը դեռ մեզ բաց է։ Եկեք չպատահական չանցկացնենք այդ պահը։ Երբ մտածում եմ այս ամենի մասին, հիշում եմ 1969 տարին Քարլ Սեյգանի հայտնի խոսքերը։ Նա խոսեց երկրի նկարի մասին, որը Voyager 1 տիեզերանավը արել էր 6 միլիարդ կիլոմետրի հեռավորությունից։ Այդ նկարում երկիրը երևում էր որպես
Բաց կապույտ կետ, ընդամենը մի փոքրիկ պիքսել անսահման մթության մեջ։ Սեյգանը ասաց. այդ փոքրիկ կետի վրա ապրել են բոլորը, ում երբևէ ճանաչել ենք։ Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր քաղաքակրթություն, յուրաքանչյուր պատերազմ եւ հաշտություն։ Բայց հիմա պատկերացրեք ավելի մեծ նկար։ Պատկերացրեք նկար ամբողջ մեր գալակտիկայի, ծիշտ ճանապարհի։ Այդ նկարում մեր ամբողջ արեգակային համակարգը, որտեղ ապրել են բոլոր մարդիկ, կկազմի ավելի փոքր կետ, քան մեկ ատոմ։ Եվ մեր գալակտիկան 200 մինչև 400 միլիարդ աստղերով ընդամենը մեկն է 2 տրիլիոն գալակտիկաներից դիտարկելի տիեզերքում։ Եվ այնուամենայնիվ, նույնիսկ տիեզերքի այդ անհամեմատ չափերի դիմաց մենք նշանակություն ունենք, քանի որ մենք այն մասը ենք տիեզերքի, որը կարող է ինքն իրեն դիտել։ Մենք ատոմներ ենք, որոնք իրենց վերաբերյալ են սկսել մտածել։ Մենք աստղային փոշի, որը կազմակերպվել է այնպես, որ կարողանում է հասկանալ աստղերը։ Կա մի խորը իրոնիա այն փաստում, որ լույսի արագությունը միաժամանակ մեզ կապում եւ բաժանում է տիեզերքից։ Այն կապում է, քանի որ լույսը միակ բանն է, որը կարող է հասնել մեզ հեռավոր աստղերից։ Ամեն ֆոտոն, որը հպվում է մեր աչքին, կրում է տեղեկություն անցյալից։ Պատմություններ այն մասին, ինչ տեղի է ունեցել միլիարդավոր կամ միլիարդավոր տարիներ առաջ եւ միլիարդավոր կամ միլիարդավոր կիլոմետրեր հեռու։ Եվ այն բաժանում է, քանի որ այդ նույն արագությունը սահմանում է, թե որքան հեռու կարող ենք տեսնել եւ որքան արագ կարող ենք հասնել։ Բայց գուցե այս ընտրությունը ոչ թե պատահական է։ Տիեզերքի հիմնարար հաստատուններ, լույսի արագությունը, գրավիտացիոն հաստատությունը, Պլանկի հաստատությունը, սրանք բոլորը ունեն շատ կոնկրետ արժեքներ, եւ եթե դրանք փոքրինչ տարբեր լինեին, տիեզերքը կլիներ ամբողջովին այլ։ Աստղերը չէին ձևավորվի, մոլորակները չէին գոյություն ունենա, կյանքը անհնար կլիներ։ 2016 տարին տիեզերաբան Բրայան Գրին հրապարակեց վերլուծություն, որտեղ ցույց տվեց, որ եթե լույսի արագությունը լիներ միայն մի քանի տոկոսով տարբեր, ամբողջ տիեզերքի կառուցվածքը կփոխվեր։ Ավելի դանդաղ, լույսի արագությամբ էլեկտրամագնիսական ուժերը չէին կարող կայունացնել ատոմները։ Ավելի արագ, լույսի արագությամբ աստղերը չէին կարող ի հավաքել բավարար նյութ բռնկվելու համար։ Սա նշանակում է, որ լույսի արագությունը ոչ թե պարզապես սահմանափակում է, այն սահմանում է։ Այն հենց այն թիվն է, որը թույլ է տալիս տիեզերքի գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Ում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Եվ մեզ գոյություն ունենալ այն ձևով, որով մենք ճանաչում ենք։ Բայց այդ դարաշրջանը չի տևի հավերժ։ Մոտավորապես 100 տրիլիոն տարի հետո վերջին աստղերը կմարեն։ Տիեզերքը կմտնի քայքայման դարաշրջան, երբ միայն սև խոռոչները եւ մութ նյութը կմնան։ Ապա անհավատալիորեն երկար ժամանակից հետո նույնիսկ սև խոռոչները կքայքայվեն Հոքինգի ճառագայթման միջոցով։ Եվ տիեզերքը կմտնի մութ դարաշրջան, որտեղ ոչինչ չի մնա, բացի տարածության անվերջ ընդլայնումից։ Այս հեռանկարը կարող է թվալ ճնշող, բայց կա գեղեցկություն այն մեջ։ Մենք ապրում ենք տիեզերքի ամենահետաքրքիր պահին։ Պահին, երբ աստղերը շողում են, մոլորակները ձևավորվում են, կյանքը հնարավոր է, չէ՞ որ սա նաև արտոնություն։ Եվ լույսի արագության սահմանը, թեև սահմանափակում է մեզ, նաև պաշտպանում է մեզ տիեզերքի վերջնական ճակատագրից։
Քանի որ ժամանակային դիլացիայի շնորհիվ, եթե մենք երբևէ կարողանանք ճանապարհորդել լույսի արագության մոտ, մենք կարող ենք անցնել միլիարդավոր տարիներ տիեզերական ժամանակով, ապրելով ընդամենը մի քանի տարի մեր սեփական ժամանակով։ Սա նշանակում է, որ տեսականորեն մարդկությունը կամ ցանկացած այլ արարած կարող է տեսնել տիեզերքի ողջ կյանքը, սկզբից մինչև ավարտ։ Բավական է միայն շարժվել բավականաչափ արագ։ Մենք կարող ենք դառնալ ժամանակի ճանապարհորդներ ոչ թե հետ գնալով, այլ առաջ, անցնելով միլիոնավոր տարիներ վայրկյաններում։ Բայց սա նաև բարձրացնում է հարց. ուզում ենք արդյոք տեսնել տիեզերքի վերջը։ Ուզում ենք արդյոք լինել վերջին դիտորդները, որոնք տեսնում են վերջին աստղի մարումը, կամ ավելի լավ է ապրել հիմա, այս պահին, երբ տիեզերքը դեռ երիտասարդ և լի է հնարավորություններով։ Ես չգիտեմ պատասխանը այդ հարցին, բայց գիտեմ, որ մենք ունենք ընտրություն։ Եվ այդ ընտրությունը, թեև սահմանափակված լույսի արագությամբ, դեռևս մեզանից է։ Եկեք վերադառնանք այն հնհարցին, որով սկսեցինք։ Լույսի արագությունը մեր տիեզերական բանտն է։ Հիմա, երբ ուսումնասիրեցինք դրա բոլոր ազդեցությունները, կարծում եմ պատասխանը ավելի բարդ է, քան պարզ այո կամ ոչ։ Այո, լույսի արագությունը սահմանափակում է մեզ։ Մենք չենք կարող հասնել հեռավոր գալակտիկաներին։ Մենք չենք կարող տեսնել այժմեական տիեզերքը։ Մենք չենք կարող փախչել մեր տեղային տիեզերական հորիզոնից։ Այս իմաստով դա բանտ է։ Բայց ոչ, լույսի արագությունը ոչ միայն բանտ է, այն նաև հիմքն է, որի վրա կառուցված է ողջ մեր իրականությունը։ Այն պաշտպանությունն է, որը թույլ է տալիս քաղաքակրթություններին զարգանալ անկախ։ Այն կապն է, որը միացնում է մեզ ամբողջ տիեզերքի հետ լույսի և ինֆորմացիայի միջոցով։ Այս իմաստով դա ավելի շատ տուն է, քան բանտ։ Եվ գուցե դա է ամենակարևոր դասը։ Մենք կարող ենք տեսնել մեր սահմանափակումները որպես բանտ և կռվել դրանց դեմ, կամ կարող ենք տեսնել դրանք որպես սահմանում և աշխատել դրանց ներսում։ Երկու մոտեցումն էլ կարող են տանել առաջադիմության, բայց երկրորդը գուցե ավելի է համապատասխանում իրականությանը, որի մեջ ապրում ենք։ Տիեզերքը մեզ չի պարտավորեցրել լինել փոքր, այն պարտավորեցրել է մեզ լինել համբերատար, չափազանց արագ չճանապարհորդել, գնահատել ժամանակը, մտածել երկարաժամկետով, արժևորել այն, ինչ ունենք։ Եվ գուցե սա ավելի արժեքավոր դաս է, քան հնարավորությունը անմիջապես հասնել ցանկացած տեղ։ Մարդկությունը միշտ երազել է աստղերի մասին, և մենք կշարունակենք երազել։ Բայց հիմա մենք երազում ենք իմաստությամբ։ Մենք գիտենք, որ ճանապարհը երկար է։ Մենք գիտենք, որ մարտահրավերները հսկայական են։ Մենք գիտենք, որ մենք կհասնենք մեր նպատակներին, որ մեր ժամանակային շրջանակները պետք է չափվեն ոչ թե տասնամյակներով կամ դարերով, այլ հազարամյակներով և միլիոնավոր տարիներով։ Բայց մենք նաև գիտենք, որ այն արժե։ Յուրաքանչյուր քայլ դեպի աստղերը, որքան էլ փոքր լինի, ընդլայնում է մեր հասկացողությունը, մեր տեխնոլոգիաները, մեր քաղաքակրթությունը։ Յուրաքանչյուր դիտարկում, որքան էլ հեռավոր աստղի, հարստացնում է մեր գիտելիքները և խորացնում մեր կապը տիեզերքի հետ։ Արդյոք մենք երբևէ կհաղթահարենք լույսի արագության սահմանը։ Գուցե ապագա սերունդները կգտնեն այն, ինչ մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել այսօր, կամ գուցե ոչ։ Գուցե այդ սահմանը բացարձակ է, և մենք պետք է սովորենք ապրել նրա հետ։ Բայց անկախ պատասխանից ճանապարհորդությունը շարունակվում է։ Յուրաքանչյուր գիշեր, երբ նայում ենք երկինք, մենք տեսնում ենք լույս, որը ճանապարհորդել է տարիներ կամ հազարամյակներ հասնելու մեզ։ Յուրաքանչյուր օր մեր տելեսկոպները և տիեզերանավերը հավաքում են նոր տվյալներ, նոր պատկերներ, նոր գիտելիքներ։ Եվ յուրաքանչյուր սերունդ փոխանցում է այդ գիտելիքները հաջորդին, կառուցելով մեր ընդհանուր հասկացողությունը տիեզերքի մասին։ Սա մեր իսկական ճանապարհորդությունն է։ Ոչ թե միլիարդավոր կիլոմետրեր տարածության միջով, այլ միլիարդավոր տարիներ ժամանակի միջով։ Ոչ թե հեռավոր աստղերին ֆիզիկորեն հասնելը, այլ նրանց հասկանալը, գնահատելը, կապվելը նրանց հետ միտքով և հոգով։ Եվ գուցե, վերջում, հենց դա է կարևորը։ Ոչ թե ուր կարող ենք հասնել, այլ ինչ կարող ենք հասկանալ։ Ոչ թե որքան արագ կարող ենք ճանապարհորդել, այլ որքան խորը կարող ենք մտածել։ Ոչ թե ինչ կարող ենք նվաճել, այլ ինչ կարող ենք ստեղծել։ Լույսի արագությունը մեր տիեզերական բանտը չէ, այն մեր տիեզերական սահմանումն է։ Եվ այդ սահմանման մեջ մենք գտնում ենք ոչ թե կորուստ, այլ նպատակ։ Ոչ թե սահմանափակում, այլ ազատություն։ Լինել այն, ինչ ենք՝ մտածող, երազող, հետազոտող արարածներ այս անհավատալի տիեզերքում։
Այսպիսով, երբ հաջորդ անգամ նայեք երկինք եւ տեսնեք լույսը հեռավոր աստղերից, հիշեք, այդ լույսը ճանապարհորդել է անverջ հեռավորություններ հասնելու ձեզ։ Այն հաղթել է տիեզերքի ընդլայնմանը, ժամանակի հոսքին, բոլոր խոչընդոտներին իր ճանապարհին, եւ այն հասավ պատմելու ձեզ պատմություն այն մասին, թե ինչպես էր տիեզերքը միլիարդավոր տարիներ առաջ։ Դուք ընդունակ եք տեսնել այդ լույսը, դուք ընդունակ եք հասկանալ դրա նշանակությունը, դուք ընդունակ եք զգալ կապը տիեզերքի հետ, եւ սա գուցե ամենամեծ հրաշքն է, ոչ թե լույսի արագությունը, այլ այն փաստը, որ մենք, փոքրիկ արարածները փոքրիկ մոլորակի վրա, կարող ենք հասկանալ այնպիսի հսկայական իրականություն։ Լույսի արագությունը մեր բանտն է, դուք որոշեք։ Բայց նախքան ավարտելը կա եւս մեկ խորը խորհուրդ, որի մասին պետք է խոսենք։ Եթե լույսի արագությունը սահմանափակում է մեզ, ապա ինչու ենք մենք չլսում ուրիշներից։ Ուր են բոլոր այլ քաղաքակրթությունները, որոնք պետք է գոյություն ունենան այս անսահման տիեզերքում։ Սա հայտնի է որպես Ֆերմիի պարադոքս, եւ այն ուղղակիորեն կապված է լույսի արագության սահմանի հետ։ 1950 տարին ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին նստած էր իր գործընկերների հետ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում։ Նրանք քննարկում էին արտագետային կյանքի հավանականությունը։ Եվ հանկարծ Ֆերմին հարցրեց. «Իսկ ուր են բոլորը»։ Այդ պարզ հարցը դարձավ մեծագույն գիտական գաղտնիքներից մեկը։ Հաշվարկները ցույց են տալիս, որ տիեզերքը պետք է լի լինի կյանքով։ Մեր գալակտիկան միայն պարունակում է 200 մինչև 400 միլիարդ աստղեր։ Բազմաթիվ աստղեր ունեն մոլորակներ։ Բազմաթիվ մոլորակներ գտնվում են բնակելի գոտում, որտեղ ջրի հեղուկ վիճակը հնարավոր է։ Մաթեմատիկան ասում է, պետք է լինեն միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր քաղաքակրթություններ միայն մեր գալակտիկայում։ Իսկ եթե որոշ քաղաքակրթություններ միլիոն կամ միլիարդ տարի ավելի հին են, քան մենք, դրանք պետք է զարգացած լինեն անհավատալի մակարդակի։ Դրանք պետք է տիրապետեին աստղերի էներգիային, կառուցեին Դայսոնի ոլորտներ, փոխանակեին իրենց գալակտիկայի կառուցվածքը։ Մենք պետք է տեսնենք նրանց ազդեցության հետքերը ամենուրեք, բայց մենք ոչինչ չենք տեսնում։ Չնայած 65 տարի լսելուն Սետի ծրագրի միջոցով մենք չենք ստացել ոչ մի հստակ ազդանշան։ Չնայած հսկայական տելեսկոպներին եւ ուսումնասիրված հազարավոր աստղային համակարգերին, մենք չենք գտել Դայսոնի ոլորտի կամ այլ մեգակառուցվածքի ոչ մի հետք։ Տիեզերքը լռում է։ Այս լռությունը սարսափելի է։ Կան բազմաթիվ բացատրություններ։ Գուցե կյանքը չափազանց հազվագյուտ է։ Գուցե բանական կյանքը դեռ ավելի հազվագյուտ է։ Գուցե տեխնոլոգիական քաղաքակրթությունները ինքնաոչնչացվում են նախքան միջաստղային լինելը։ Գուցե նրանք ցանկություն չունեն հաղորդակցվել, կամ գուցե նրանք հաղորդակցվում են այնպիսի ձևերով, որոնք մենք չենք կարող հայտնաբերել։ Բայց կա եւս մեկ բացատրություն, որը ուղղակիորեն կապված է լույսի արագության սահմանի հետ։ Գուցե միջաստղային հաղորդակցությունը պարզապես չափազանց դանդաղ է եւ չափազանց դժվար է։ Գուցե լույսի արագության սահմանը ստեղծում է այնպիսի ժամանակային եւ տարածական բարիերներ, որ քաղաքակրթությունները մնում են մեկուսացված, նույնիսկ եթե նրանք ցանկանում են կապվել։ Պատկերացրեք երկու քաղաքակրթություն 10,000 լույսի տարիների հեռավորության վրա միմյանցից։ Մեկը ուղարկում է հաղորդագրություն, այն ճանապարհորդում է 10,000 տարի։ Մյուսը ստանում է վերլուծում եւ պատասխանում։ Պատասխանը ճանապարհորդում է եւս 10,000 տարի։ Ընդհանուր ժամանակը 20,000 տարի մեկ փոխանակման համար։ 20,000 տարին ավելի երկար է, քան ողջ մարդկային քաղաքակրթության պատմությունը։ Սա նշանակում է, որ իմաստալից երկխոսությունը գործնականում անհնար է։ Ամենածայր մակարդակում քաղաքակրթությունները կարող են միայն թողնել հաղորդագրություններ միմյանց համար, ինչպես ժամանակային կապսուլներ։ Բայց իրական հաղորդակցություն, իրական փոխազդեցություն չի լինի։ 2018 տարին աստղագետ Սեթ Շոստակը Սետի ինստիտուտից հրապարակեց վերլուծություն, որտեղ ցույց տվեց, որ նույնիսկ եթե տեխնոլոգիական քաղաքակրթությունները տարածված են, դրանք կարող են երբեք չկապվել միմյանց հետ, պարզապես ժամանակագրության պատճառով։ Մի քաղաքակրթություն կարող է ծաղկել եւ մարել, նախքան նրա ազդանշանը հասնի մոտակա բնակեցված համակարգին։ Մյուսը կարող է դեռ չլինել գոյություն ունենա, երբ առաջինի ազդանշանը անցնում է նրա աստղի կողքով։ Սա ստեղծում է տիեզերական միայնության ավելի խորը ձև։ Ոչ միայն մենք ֆիզիկորեն մեկուսացված ենք տարածությամբ, այլև ժամանակային իմաստով։ Մենք կարող ենք գոյություն ունենալ միևնույն տիեզերքում հազարավոր այլ քաղաքակրթությունների հետ, բայց երբեք չհանդիպել նրանց, պարզապես քանի որ մեր գոյության ժամանակաշրջանները չեն համընկնում։
Պատկերացրեք անտառ, որտեղ ծառերը ապրում են հազարավոր տարիներ, բայց յուրաքանչյուր ծառ տեսնում է միայն լույս, որը հասնում է իրեն մի քանի տասնամյակների ընթացքում։ Մի ծառ կարող է ծաղկել և մահանալ, նախքան նրա լույսը հասնի հաջորդ ծառին։ Այդ ծառերը գոյություն ունեն միևնույն անտառում, բայց երբեք չեն տեսնի միմյանց։ Տիեզերքը կարող է լինել նման այդ անտառին, լի քաղաքակրթություններով, որոնք երբեք չեն հանդիպում։ Սա նաև բացատրում է, թե ինչու մենք չենք տեսնում Փոնի Նեյմանի զոնդեր, ինքնաբազմացող մեքենաներ, որոնք կարող են տարածվել ամբողջ գալակտիկայում։ 1980-ների տարիներին մաթեմատիկոս և ֆիզիկոս Ջոն ֆոն Նեյմանը առաջարկեց այդ հայեցակարգը։ Գաղափարն այն է, որ բարձր զարգացած քաղաքակրթությունը կարող է ուղարկել ինքնաբազմացող ռոբոտային զոնդեր, որոնք կհասնեն աստղային համակարգին, կնյութ կառուցեն իրենց պատճենները և կուղարկեն դեպի հաջորդ աստղը։ Տեսականորեն, նույնիսկ շատ դանդաղ արագություններով, մի քանի տոկոս լույսի արագությունից, այդպիսի զոնդերը կարող են ծածկել ողջ գալակտիկան մի քանի տասնյակ միլիոն տարում։ Սա շատ երկար ժամանակ է մարդկային մասշտաբներով, բայց շատ կարճ է գալակտիկական ժամանակագրությամբ։ Եթե արտագետային քաղաքակրթությունը գոյություն ունեցել է միլիարդ տարի առաջ, նրա զոնդերը պետք է լինեին ամենուրեք։ Բայց մենք չենք տեսնում դրանք։ Ոչ մեր արեգակային համակարգում, ոչ մոտակա աստղերի շուրջը, ոչ որևէ տեղ։ Սա կոչվում է մեծ լռություն։ Եվ լույսի արագության սահմանը կարող է լինել պատճառներից մեկը։ Եթե միջաստղային ճանապարհորդությունը պահանջում է տասնյակ հազարավոր տարիներ, նույնիսկ մոտակա աստղերի համար, ապա գալակտիկայի նվաճումը դառնում է ծրագիր, որը պահանջում է միլիոնավոր տարիներ անընդհատ ջանքեր։ Ոչ մի քաղաքակրթություն, որքան էլ զարգացած լինի, չի կարող երաշխավորել այդ տեսակի շարունակականությունը։ Քաղաքակրթությունները փոխվում են, անկում են ապրում, զարգանում են նոր ուղղություններով։ Գուցե այն քաղաքակրթությունները, որոնք սկսում են միջաստղային ընդլայնում, կորցնում են հետաքրքրությունը կեսի ճանապարհին։ Կամ դրանք հանդիպում են տեխնիկական խնդիրների, որոնք անլուծելի են։ Կամ դրանք որոշում են, որ ավելի լավ է կենտրոնանալ իրենց սեփական աստղային համակարգի վրա, քան փորձել նվաճել գալակտիկան։ Սա հանգեցնում է ևս մեկ խորհրդածությանը։ Գուցե լույսի արագության սահմանը գործում է որպես բնական ֆիլտր։ Այն ապահովում է, որ միայն այն քաղաքակրթությունները, որոնք իսկապես նվիրված են և կայուն են, կարող են տարածվել աստղերի միջև։ Այս իմաստով դա պաշտպանում է գալակտիկան անզսպելի ընդլայնումից և պոտենցիալ շատ ոչնչացուցիչ քաղաքակրթություններից։ Բայց կա նաև ավելի սարսափելի հնարավորություն։ Մեծ ֆիլտրի տեսությունը, որը առաջարկել է տնտեսագետ Ռոբին Հենսոնը 1996 տարին։ Գաղափարն այն է, որ կա որոշակի փուլ, որտեղ մեծ մասը պոտենցիալ քաղաքակրթությունները ձախողվում են։ Մեծ ֆիլտր։ Եթե այդ ֆիլտրը մեր ետևում է, օրինակ պրոկարիոտ բջջից էուկարիոտի անցումը կամ բազմաբջիջ կյանքի զարգացումը, ապա մենք շատ բախտավոր ենք։ Մենք հաղթահարել ենք դժվար մասը։ Բայց եթե ֆիլտրը դեռ առջևում է, գուցե տեխնոլոգիական քաղաքակրթություններին սպասվող որևէ անխուսափելի աղետ, ապա մենք վտանգի մեջ ենք։ Լույսի արագության սահմանը կարող է լինել այդ ֆիլտրի մաս։ Եթե միջաստղային ճանապարհորդությունը այնքան դժվար է, որ ոչ մի քաղաքակրթություն չի կարող հաջողությամբ տարածվել, ապա յուրաքանչյուր քաղաքակրթություն դատապարտված է աճել, գագաթնակետի հասնել և անկում ապրել իր սեփական մենամերձ աստղային համակարգում։ Նրանք երբեք չեն դառնա տիեզերական։ Նրանք մնում են տեղային։ Սա խորը անհանգստացուցիչ է։ Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե որքան զարգանանք, անկախ նրանից, թե որքան տեխնոլոգիաներ ստեղծենք, մենք կարող ենք երբեք չհաղթահարել մեր տիեզերական սահմանափակումները։ Մենք կարող ենք մնալ հավերժորեն փակված մեր փոքր տիեզերական անկյունում, բայց նույնիսկ եթե դա իրականությունն է, արժե արդյոք հուսահատվելը։ Ես չեմ կարծում։ Նույնիսկ եթե մենք երբեք չհասնենք հեռավոր աստղերին, մենք դեռ կարող ենք հետազոտել, սովորել, ստեղծել։ Մենք կարող ենք կառուցել քաղաքակրթություն, որը տևում է միլիոնավոր տարիներ։ Մենք կարող ենք պահպանել և ընդլայնել կյանքը և գիտակցությունը տիեզերքում։ Եվ ով գիտե, ինչ այլ բաներ կգտնենք ճանապարհին։ Յուրաքանչյուր տասնամյակ բերում է նոր բացահայտումներ։ 30 տարի առաջ մենք չգիտեինք, գոյություն ունեն արդյոք էկզոպլանետներ։ Այսօր մենք հայտնագործել ենք հազարավոր։ 50 տարի առաջ մենք չգիտեինք, տիեզերքի ընդլայնումը արագանում է։ Այսօր մենք գիտենք, որ այո։ Գուցե հաջորդ տասնամյակներում մենք կգտնենք ինչ-որ բան, որը կփոխի ամեն ինչ։ Նոր ֆիզիկայի օրենք։ Տարածություն, ժամանակի նոր հատկություն։
Ճանապարհ, որի մասին մենք նույնիսկ չենք երազել, կամ գուցե ոչ, գուցե լույսի արագության սահմանը իսկապես բացարձակ է, բայց անկախ այդ հնարավորությունից մենք ունենք ընտրություն, ինչպես արձագանքել այս սահմանափակման։ Մենք կարող ենք տեսնել այն որպես ողբերգություն, մարդկության տիեզերական երազանքների վերջը, կամ կարող ենք տեսնել այն որպես մարտահրավեր, հրավեր սովորելու ընդունել մեր սահմանափակումները և գտնել իմաստ նրանց ներսում։ Ես ընտրում եմ երկրորդը, քանի որ լույսի արագության սահմանը, որքան էլ սահմանափակող է, նաև թույլ է տալիս գոյություն ունենալ այն տիեզերքին, որը ճանաչում ենք։ Այն թույլ է տալիս կայունության, բարդության, կյանքի։ Առանց այդ սահմանի տիեզերքը կարող է ամբողջովին այլ լինել։ Գուցե տիեզերք, որտեղ մենք չէինք կարող գոյություն ունենալ։ Մտածեք այս մասին։ Յուրաքանչյուր սահմանափակում, որին բախվում ենք, նաև հնարավորություն է։ Մահը սահմանափակում է մեր կյանքի տևողությունը, բայց այն նաև տալիս է արժեք ամեն պահի։ Գրավիտացիան սահմանափակում է մեր շարժումը, բայց այն նաև պահում է մեզ երկրի վրա և ստեղծում աստղեր և մոլորակներ։ Էնտրոպիան սահմանափակում է, թե որքան օգտակար աշխատանք կարող ենք անել էներգիայից, բայց այն նաև ստեղծում ժամանակի սլաքը և հնարավոր է դարձնում զարգացումը։ Լույսի արագության սահմանը նույնպես։ Այն սահմանափակում է մեզ, բայց այն նաև մեր իրականության հիմքն է։ Եվ գուցե սովորելը ապրել այդ սահմանի հետ, ընդունել այն, հասկանալ այն, գնահատել այն, մարդկության հասունության քայլ է։ Կա նաև գործնական հարց. ինչ պետք է անենք հիմա, գիտակցելով լույսի արագության սահմանը։ Ինչպես պետք է պլանավորենք մեր տիեզերական ապագան։ Ամերիկյան տիեզերագիտական գործակալությունը NASA-ն և այլ տիեզերական գործակալություններ արդեն մտածում են այս մասին։ 2011 տարին NASA-ն ստեղծեց Բարձր հասկացությունների ինստիտուտը, հետազոտելու ապագա տիեզերական տեխնոլոգիաներ։ Մեկ ուղղություն՝ սերունդների տիեզերանավերը։ Սրանք տիեզերանավեր են, նավեր են, որոնք կճանապարհորդեն տասնյակ կամ հարյուրավոր տարիներ, փոխանցելով առաքելությունը սերունդից սերունդ։ Պատկերացրեք տիեզերանավ, որը ուղարկվում է դեպի Պրոքսիմա Կենտավրի, նույնիսկ 10% լույսի արագությամբ, արագություն, որը մենք չունենք այսօր, բայց տեսականորեն հասանելի է, ճանապարհորդությունը կտևի մոտ 42 տարի։ Մեկնող սերունդը չի տեսնի նպատակը, նրանց երեխաները գուցե կամ թոռները կժամանեն։ Սա պահանջում է քաղաքակրթության ամբողջովին նոր մտածելակերպ։ Մենք պետք է պլանավորենք ոչ թե տասնամյակներով, այլ դարերով։ Մենք պետք է ստեղծենք համակարգեր, որոնք կարող են շարունակել գործել սերունդներ անց։ Մենք պետք է մշակենք մշակույթներ, որոնք կարող են պահպանել նպատակը և առաքելությունը երկար ժամանակի ընթացքում։ Սա անհավատալի մարտահրավեր է, բայց գուցե հենց սա է մարդկության հաջորդ մեծ քայլը։ Ոչ թե ուղղակի տեխնոլոգիական առաջադիմություն, այլ սոցիալական և մշակութային էվոլյուցիա։ Սովորել մտածել ու գործել տիեզերական ժամանակագրերով։ Կան նաև այլ մոտեցումներ։ Փոքր, արագ զոնդեր, ինչպես Breakthrough Starshot նախագիծը, կամ հսկա տիեզերական բնակավայրեր մեր սեփական արեգակային համակարգում, տեղ, որտեղ միլիարդավոր մարդիկ կարող են ապրել այն ռեսուրսներից, որոնք առկա են աստերոիդներում և մոլորակներում, կամ ծայրահեղ երկարակեցության տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մարդկանց ապրել բավականաչափ երկար, տեսնելու միջաստղային ճանապարհորդության ավարտը։ Յուրաքանչյուր մոտեցում ունի իր դժվարությունները, բայց բոլորը հիմնված են նույն պատկերացման վրա։ Մարդկությունը կարող է ունենալ ապագա աստղերի միջև, նույնիսկ եթե այդ ապագան տարբերվում է այն ամենից, ինչ մենք երբևէ պատկերացրել ենք գիտական ֆանտաստիկայի մեջ։ Վերջին հարցը, որ ես ուզում եմ բարձրացնել, անձնական է։ Ինչ է այս ամենը նշանակում ձեզ համար, անհատի համար։ Դուք ապրում եք 21-րդ դարում մոլորակի վրա, որը պտտվում է սովորական աստղի շուրջը սովորական գալակտիկայում։ Դուք կապրեք ավելի քիչ, քան 100 տարի։ Լույսի արագության սահմանը, տիեզերքի ընդլայնումը, միջաստղային ճանապարհորդության անհնարությունը։ Ինչ է սա ամենը նշանակում ձեր կյանքի համար։ Ես կարծում եմ, այն հիշեցնում է, որ մենք մասն ենք ինչ-որ անհավատալիորեն մեծի։ Ատոմները ձեր մարմնում ստեղծվել են աստղերի ներսում։ Ածխածինը, թթվածինը, ազոտը, բոլոր տարրերը, բացի ջրածնից և հելիումից, կուտակվել են աստղերի միջուկային վառարաններում և ցրվել գերնորվաների պայթյունների ժամանակ։ Սա նշանակում է, որ դուք բառացիորեն աստղային փոշի եք, բայց ոչ թե մեռած փոշի։ Դուք կենդանի, մտածող
երազող աստղային փոշի եք։ Դուք կազմակերպված նյութ եք այնպիսի բարդությամբ, որ կարող է հասկանալ իր սեփական ծագումը։ Դուք տիեզերքի մի մասն եք, որը դարձել է ինքնագիտակից։ Եվ թեև լույսի արագության սահմանը սահմանափակում է, թե որքան հեռու կարող եք ճանապարհորդել, այն չի սահմանափակում, թե որքան խորը կարող եք հասկանալ։ Ամեն անգամ, երբ սովորում եք նոր բան տիեզերքի մասին, դուք ընդլայնում եք գիտակցությունը։ Ամեն անգամ, երբ տեսնում եք աստղերը և զգում կապակցություն նրանց հետ, դուք փորձում եք տիեզերական փորձառություն միասնության այս անսահման տարածության հետ։ Ձեր կյանքը կարճ է տիեզերական ժամանակագրերով, բայց այն թանկարժեք է։ Յուրաքանչյուր պահ, որը դուք ունեք, եզակի է։ Յուրաքանչյուր մտածում, որը դուք մտածում եք, յուրաքանչյուր զգացում, որը դուք ապրում եք, յուրաքանչյուր միավորություն, որը դուք ստեղծում եք, բոլորը արժեքավոր են։ Եվ գուցե հենց սա է լույսի արագության սահմանի վերջնական դասը։ Այն սովորեցնում է մեզ արժևորել այն, ինչ ունենք, մեր մոլորակը, մեր միմյանց, մեր ժամանակը միասին։ Քանի որ տիեզերքը որքան էլ անսահման է, չի կարող մեզ տալ ավելի շատ, քան մենք արդեն ունենք այստեղ և հիմա։ Լույսի արագությունը մեր տիեզերական բանտն է, բայց այն նաև մեր տիեզերական տունը, սահմանումն է։ Եվ այդ տանը մենք ազատ ենք հետազոտելու, ստեղծելու, սիրելու, երազելու։ Մենք ազատ ենք լինելու մարդիկ, ամբողջ իմաստով, որ այդ բառն ունի։ Այսպիսով, երբ նայում եք երկինք այսօր, երբ տեսնում եք աստղերը և գիտեք, որ դրանցից շատերը երբեք չեք հասնի, մի թող սա ձեզ տխրեցնի։ Փոխարենը, թող այն ներշնչի ձեզ։ Թող այն հիշեցնի ձեզ, որքան հրաշալի է, որ դուք այստեղ եք, հենց հիմա, ունակ տեսնելու այդ լույսը, հասկանալու դրա նշանակությունը, զգալու կապակցությունը թյունը տիեզերքի հետ։ Դուք տիեզերքի մի մասն եք, և տիեզերքը ձեր մի մասը։ Լույսի արագությունը կարող է սահմանափակել ձեր շարժումը, բայց ոչինչ չի կարող սահմանափակել ձեր պատկերացումը, ձեր հոգևորությունը, ձեր կապը այն անհավատալի խորհրդի հետ, որի մեջ ապրում ենք։ Լույսի արագությունը մեր բանտն է, այո և ոչ։ Այն սահմանափակում է մեզ և ազատում։ Այն բաժանում է մեզ և միացնում։ Այն մեր խնդիրն է և մեր պարգևը։ Եվ վերջում, դա մեր ընտրությունն է, ինչպես տեսնել այն։ Ես ընտրում եմ տեսնել այն որպես հրավեր, ապրել լիովին, սովորել խորը, սիրել ուժեղ և երազել մեծ։ Քանի որ թեև մենք չենք կարող փախչել մեր տիեզերական սահմանափակումներից, մենք կարող ենք գերազանցել դրանք միտքով, հոգով և սրտով։ Սա մեր ճանապարհորդությունն է։ Ոչ թե միլիարդավոր կիլոմետրեր դեպի հեռավոր աստղեր, այլ ինքնաճանաչման և հասկացողության անվերջ ճանապարհ։ Եվ այդ ճանապարհորդությունը սահմանափակված չէ լույսի արագությամբ։ Այն սահմանափակված է միայն մեր պատկերացնելու, հարցնելու և հրաշանալու կարողությամբ։ Շնորհակալություն, որ ինձ հետ եկաք այս ճանապարհորդությանը տիեզերքի սահմաններով և հնարավորություններով։ Շարունակեք նայել վեր, շարունակեք հարցեր տալ, շարունակեք փնտրել։ Քանի որ յուրաքանչյուր անգամ, երբ դա անում եք, տիեզերքը դառնում է քիչ-քիչ ավելի գիտակցված իր սեփական մեծության մասին։ Եվ գուցե դա է ամենակարևորը։ Ոչ թե հաղթահարել տարածությունը, այլ ընդլայնել գիտակցությունը։ Ոչ թե նվաճել աստղերը, այլ հասկանալ դրանք։ Ոչ թե փախչել մեր բանտից, այլ գտնել ազատություն նրա ներսում։ Լույսի արագությունը մեր տիեզերական բանտն է, բայց մենք ազատ բանտարկյալներ ենք, ազատ մտածելու, երազելու և հիանալու։ Եվ այդ ազատությունը ոչինչ չի կարող մեզանից խլել։ Բայց մինչ ավարտելը կուզենայի խորանալ մեկ այլ անսպասելի հարցի մեջ։ Եթե լույսի արագությունը բացարձակ սահման է, ապա ինչպես են քվանտային մեխանիկայի որոշ երևույթներ թվում, որ խախտում են այն։ Եվ ինչ է սա մեզ ասում տարածություն ժամանակի իսկական բնույթի մասին։ Մենք արդեն խոսեցինք քվանտային հեռամեխանիզացիայի մասին և տեսանք, որ թեև այն ստեղծում է ակնթարթային կորելացիաներ, այն չի թույլ տալիս ինֆորմացիայի փոխանցում։ Բայց կա մեկ այլ երևույթ, որը դեռ ավելի խորհրդավոր է՝ քվանտային վակուումը։ Քվանտային մեխանիկայի համաձայն այն, ինչ մենք կոչում ենք դատարկ տարածություն, փաստորեն երբեք չի լինում դատարկ։ Վակուումը եռում է վիրտուալ մասնիկների ստեղծումով և անհետացումով։ Այդ մասնիկները ծնվում են զույգերով՝ մասնիկ և հակամասնիկ, գոյություն ունենում անհավատալիորեն կարճ ժամանակով և հետո կոնտակտի մեջ մտնելով անհետանում։ 2019 տարին Լայդենի համալսարանի ֆիզիկոսները չափեցին քվանտային վակուումի տատանումները անպատճառ ճշգրտությամբ։ Նրանք հաստատեցին, որ այդ տատանումները իրական են և ունեն չափելի ազդեցություն մասնիկների վրա։ Սա ոչ թե տեսական հանցագործություն է, սա չափված,
հաստատված իրականություն է։ Բայց ահա հարցը. եթե վիրտուալ մասնիկները կարող են ծնվել եւ անհետանալ այնքան արագ, որ խախտում են էներգիայի պահպանման օրենքը, շնորհիվ Հայզենբերգի անորոշության սկզբունքի, արդյոք դա նշանակում է, որ դրանք նաեւ կարող են ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը այդ կարճ ժամանակաշրջանում։ Պատասխանը բարդ է։ Վիրտուալ մասնիկները չեն հանդիսանում իրական մասնիկներ սովորական իմաստով։ Դրանք չեն կարող օգտագործվել ինֆորմացիայի փոխանցման համար։ Դրանք չեն կարող դիտվել ուղղակիորեն։ Դրանք գոյություն ունեն միայն մաթեմատիկական հաշվարկների մեջ, որպես միջանկյալ վիճակներ, որոնք բացատրում են իրական դիտարկելի երևույթները։ Բայց դրանց գոյությունը մեզ ինչ-որ բան է ասում տարածություն ժամանակի մասին։ Այն ասում է, որ տարածություն ժամանակը ոչ թե հարթ դատարկ թատրոն է, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ։ Այն ավելի շատ նման է փրփրուն ծովի, անընդհատ ալիքավոր, անընդհատ փոփոխվող, լի է էներգիայով, նույնիսկ իր դատարկ վիճակում։ 2005 տարին տեսաբան ֆիզիկոս Ջոն Վիլերը, ով ստեղծել է սև խոռոչ տերմինը, առաջարկեց քվանտային փրփուր հայեցակարգը։ Նա առաջարկեց, որ Պլանկի մասշտաբում մոտավորապես 1 միլիարդ սանտիմետր տարածություն ժամանակ ինքը դառնում է փրփրուն, հետևելի։ Այդ մասշտաբում տարածությունն ու ժամանակը կորցնում են իրենց սովորական նշանակությունը։ Եթե Վիլերը ճիշտ է, ապա լույսի արագությունը, որը մենք դիտում ենք, միջին արագություն է մակրոսկոպիկ մասշտաբում, բայց Պլանկի մասշտաբում ֆոտոնները կարող են ցատկոտել տարածություն ժամանակի փրփրի միջով անկանխատեսելի ուղիներով։ Միջին արագությունը դեռ լույսի արագությունն է, բայց ակնթարթային արագությունը կարող է տատանվել։ Սա բարձրացնում է հետաքրքիր հնարավորություն։ Եթե մենք կարողանայինք վերահսկել կամ շահարկել տարածություն ժամանակի քվանտային փրփուրը, արդյոք կարող է լինել այնտեղ ճեղք լույսի արագության սահմանը շրջանցելու համար։ Ոչ թե ուղղակիորեն շարժվելով ավելի արագ, այլ օգտագործելով տարածություն ժամանակի հատուկ հատկությունները քվանտային մասշտաբում։ Սա ամբողջովին տեսական է։ Մենք չունենք տեխնոլոգիա, որը կարող է փոխազդել տարածություն ժամանակի հետ Պլանկի մասշտաբում։ Մենք նույնիսկ չենք իմանում, հնարավոր է արդյոք տեսականորեն։ Բայց մեծ մասը հեղափոխական բացահայտումները սկսվել են որպես տեսական մտահղացումներ, որոնք թվում էին անհնար։ Մտածեք Այնշտայնի մասին։ Երբ նա առաջարկեց հատուկ հարաբերականությունը 1905 տարին, 905 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 տարին, 900, 905 տարին, 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 900 կարող է բացահայտել լույսի արագության սահմանի նոր հասկացողություն։ Լարային տեսությունը, օրինակ, առաջարկում է, որ հիմնարար մասնիկները փաստորեն փոքրիկ տատանվող լարեր են 18 չափումներում։ Մեր սովորական 3 տարածական չափումներից բացի կան ևս 6 կամ 7 լրացուցիչ չափումներ, որոնք ծալված են այնքան փոքր, որ մենք չենք կարող դրանք դիտել։ Եթե այդ լրացուցիչ չափումները գոյություն ունեն, արդյոք հնարավոր է անցնել դրանց միջով եւ այդպիսով շրջանցել սովորական 3 չափումների տարածությունը։ Սա նման է անցնելուն թունելի միջով լեռան տակ, փոխարենը բարձրանալու նրա վրայով։ Տեսականորեն կարող է լինել կարճատև ուղի, բայց նորից, սա ամբողջովին տեսական է։ Մենք չունենք ապացույց, որ լրացուցիչ չափումները գոյություն ունեն։ Մենք չունենք գաղափար, թե ինչպես կարող ենք մուտք գործել դրանք, եթե դրանք գոյություն ունեն։ Եվ նույնիսկ եթե մենք կարող են լինել իրավիճակներում հետևանքներ, որոնք մենք չենք կարող կանխատեսել։ Վերջին տասնամյակներին Մեծ հադրոնային կոլայդերը Ժնևայում որոնել է ապացույցներ լրացուցիչ չափումների համար։
Գաղափարն այն է, որ եթե դրանք գոյություն ունեն, մասնիկները կարող են արտահոսվել այդ չափումներ բարձր էներգիայի բախումների ժամանակ, ստեղծելով կորած էներգիա, որը մենք կարող ենք չափել։ Մինչ այժմ ոչինչ, բայց որոնումները շարունակվում են։ Կա նաև էմերջենտ գրավիտացիայի հայեցակարգը։ Այս տեսության համաձայն գրավիտացիան ոչ թե հիմնարար ուժ է, այլ էմերջենտ երևույթ, նման ջերմաստիճանին կամ ճնշմանը։ Ինչպես ջերմաստիճանը ծագում է ատոմների պատահական շարժումից, գրավիտացիան ծագում է տարածություն ժամանակի քվանտային տեղեկատվության կառուցվածքից։ 2010 տարին հոլանդացի ֆիզիկոս Էրիկ Վերլինդը հրապարակեց հոդված, որտեղ զարգացրեց այս գաղափարը։ Նա ցույց տվեց, թե ինչպես գրավիտացիոն ուժերը կարող են ծագել էնտրոպիայի փոփոխություններից տարածություն ժամանակի տեղեկատվական կառուցվածքում։ Եթե նա ճիշտ է, ապա մեր ամբողջ հասկացողությունը գրավիտացիայի և տարածություն ժամանակի մասին պետք է վերանայվի։ Եվ եթե տարածություն ժամանակը էմերջենտ է, ծագում ավելի հիմնարար մակարդակից, ապա գուցե լույսի արագության սահմանը նույնպես էմերջենտ է։ Գուցե կա ավելի հիմնարար մակարդակ, որտեղ այդ սահմանը գործում չէ։ Եվ եթե մենք հասկանանք այդ մակարդակը, գուցե կգտնենք ճանապարհներ շրջանցելու սահմանը։ Սրանք բոլորը մեծ եթեեր են։ Բայց դրանք հիշեցնում են, որ մեր ներկայիս ֆիզիկան, որքան էլ հզոր է, դեռևս անկատար է։ Կան դեռ շատ բաներ, որոնք մենք չենք հասկանում։ Եվ յուրաքանչյուր նոր բացահայտում բերում է նոր հարցեր և նոր հնարավորություններ։ Բայց մինչդեռ սպասում ենք այդ հնարավոր առաջընթացին, մենք պետք է աշխատենք այն իրականության հետ, որը ունենք։ Եվ այդ իրականությունը ասում է. լույսի արագությունը, որքանով որ մենք հիմա հասկանում ենք, բացարձակ սահման է։ Բայց նույնիսկ այդ սահմանների մեջ կան հիանալի բաներ, որոնք մենք կարող ենք անել։ Մենք կարող ենք ուսումնասիրել մեր արեգակային համակարգը, 8 մոլորակները, հարյուրավոր լուսինները, միլիոնավոր աստերոիդները։ Մենք կարող ենք կառուցել տիեզերական բնակավայրեր և գաղութներ։ Մենք կարող ենք փնտրել կյանքի նշաններ Մարսի վրա, Եվրոպայի մեջ, Էնցելադոսի մեջ։ Մենք կարող ենք ուղարկել տելեսկոպներ և զոնդեր ուսումնասիրելու էկզոմոլորակները, մոլորակները այլ աստղերի շուրջը։ Մենք կարող ենք վերլուծել նրանց մթնոլորտները, փնտրելով կենսագործունեության նշաններ։ Մենք կարող ենք շարունակել լսել ռադիոազդանշաններ արտագետային քաղաքակրթություններից։ Եվ գուցե մի օր մենք կստանանք ազդանշան, հաղորդագրություն հեռավոր աստղից։ Եվ այդ պահը, երբ մենք հասկանանք, որ չենք մենակ, կլինի մարդկության պատմության ամենակարևոր պահը։ Նույնիսկ եթե մենք երբեք չհանդիպենք այդ քաղաքակրթությանը ֆիզիկորեն, պարզապես իմանալը, որ նրանք կան, կփոխի ամեն ինչ։ Սա կփոխի մեր հասկացողությունը մեր տեղի մասին տիեզերքում։ Մենք այլևս լինելու չենք եզակի գիտակցություն, մենք կլինենք մեկը շատերից։ Եվ սա կարող է լինել խոնարհեցնող, բայց նաև ազատարար։ Մենք կիսենք տիեզերքը այլ մտածող արարածների հետ։ Մենք կլինենք մաս տիեզերական համայնքի, նույնիսկ եթե այդ համայնքը երբեք չհանդիպի ֆիզիկորեն։ Կամ գուցե մենք իսկապես մենակ ենք։ Գուցե կյանքը այնքան հազվագյուտ է, բանականությունը այնքան հազվագյուտ է, որ մենք եզակին ենք տեսանելի տիեզերքում։ Սա ևս կփոխի ամեն ինչ։ Սա կնշանակի, որ մենք ունենք անսահման պատասխանատվություն։ Մենք պահապաններ ենք կյանքի և գիտակցության։ Եթե մենք ձախողվենք, եթե մենք ինքնաոչնչացվենք, ապա գիտակցությունը կարող է անհետանալ տիեզերքից ամբողջովին։ Երկու հարցերն էլ՝ մենք մենակ ենք կամ ոչ, ունեն խորը ազդեցություններ, և մենք դեռ չգիտենք պատասխանը։ Բայց յուրաքանչյուր տարի մենք մոտենում ենք դրան։ Յուրաքանչյուր տարի մենք բացահայտում ենք ավելի շատ էկզոմոլորակներ։ 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 Յուրաքանչյուր տարի մենք բացահայտում ենք և կարծում եմ կա գեղեցկություն այդ անորոշության մեջ։ Այն պահում է մեզ խոնարհ, այն պահում է մեզ հետաքրքրված, այն պահում է մեզ որոնող։ Լույսի արագությունը սահմանափակում է մեզ,
բայց այն նաև պաշտպանում է մեզ։ Այն ապահովում է, որ մենք ունենք ժամանակ զարգանալու, սովորելու, հասունանալու, նախքան բախվելը այն, ինչ է դրսում։ Նախքան բախվելը այլ քաղաքակրթություններին, եթե նրանք գոյություն ունեն, նախքան դիմագրավելը տիեզերքի իրական մասշտաբներին և մարտահրավերներին։ Եվ գուցե երբ մենք վերջապես պատրաստ լինենք, երբ մենք զարգացած լինենք տեխնոլոգիապես, հոգևորապես, քաղաքակրթորեն, մենք կգտնենք ճանապարհներ հաղթահարելու կամ շրջանցելու լույսի արագության սահմանը։ Կամ գուցե մենք կսովորենք ապրել նրա հետ այնպիսի հմտությամբ, որ դա այլևս սահմանափակում չի թվա։ Վերջում, լույսի արագությունը հանդիսանում է ավելին, քան պարզապես ֆիզիկական սահման։ Այն խորհրդանիշ է բոլոր սահմանափակումների, որոնց մենք բախվում ենք կյանքում։ Եվ մեր պատասխանը լույսի արագության սահմանին հայելացություն է։ Մեր պատասխանը կյանքի բոլոր սահմանափակումներին։ Մենք կարող ենք տեսնել սահմանափակումները որպես պատնեշներ և կռվել դրանց դեմ թունավորությամբ, կամ մենք կարող ենք տեսնել դրանք որպես պարամետրեր, սահմանումներ, որոնք ձևավորում են մեր իրականությունը և մեզ հնարավորություն են տալիս ստեղծել, աճել, դառնալ ավելին, քան մենք կարող էինք լինել առանց դրանց։ Այսպիսով, երբ հաջորդ անգամ զգում եք ձեզ սահմանափակված, հիշեք լույսի արագությունը։ Հիշեք, որ նույնիսկ տիեզերքն ունի իր սահմանափակումներ, բայց այդ սահմանափակումների մեջ նույնիսկ տիեզերքը ստեղծել է անհավատալի գեղեցկություն, բարդություն և հրաշք։ Եվ եթե տիեզերքը կարող է դա անել, ապա դուք էլ կարող եք։ Դուք կարող եք վերածել ձեր սահմանափակումները ձեր ուժի աղբյուր։ Դուք կարող եք գտնել ազատություն ձեր սահմանափակումների ներսում։ Դուք կարող եք դառնալ ավելին, քան երբևէ պատկերացել եք, ոչ թե չնայած ձեր սահմանափակումներին, այլ հենց դրանց շնորհիվ։ Սա լույսի արագության վերջնական դասն է։ Սահմանափակումները ոչ թե անեծք են, այլ օրհնություն։ Դրանք ոչ թե ցանկապատներ են, որոնք մեզ պահում, այլ հիմքեր, որոնց վրա մենք կարող ենք կառուցել։ Դրանք ոչ թե վերջ են մեր հնարավորությունների, այլ սկիզբ մեր ստեղծագործականության։ Լույսի արագությունը մեր տիեզերական բանտն է, բայց ինչպես ասաց բանաստեղծը, քարերը բանտում չեն դարձնում բանտարկյալ, ոչ էլ երկաթյա ցանցերը վանդակ։ Իրական բանտարկություն միտքն է, և միտքը, մեր երևակայությունը, մեր հոգին, սրանք երբեք չեն կարող սահմանափակվել։ Այսպիսով, թող լույսի արագությունը սահմանափակի մեր տիեզերանավերը, բայց թող այն երբեք չսահմանափակի մեր երազանքները, մեր հարցերը, մեր հրաշանքը, քանի որ դրանք ի վերջո ազատ են ճանապարհորդելու ցանկացած արագությամբ, նույնիսկ ավելի արագ, քան լույսը, նույնիսկ դեպի տիեզերքի ամենահեռավոր անկյունները, նույնիսկ դեպի այն ապագան, որը դեռ չի եղել։ Շնորհակալություն, որ կիսեցիք ինձ հետ այս երկար ճանապարհորդությունը լույսի արագության խորհուրդների միջով։ Հուսով եմ, այն թողել է ձեզ հետ ոչ միայն գիտելիքներ, այլև հրաշանք, ոչ միայն հասկացողություն, այլև երևակայություն, ոչ միայն պատասխաններ, այլև հարցեր։ Շարունակեք նայել վեր, շարունակեք հարցնել, շարունակեք հիանալ, քանի որ յուրաքանչյուր անգամ, երբ դա անում եք, դուք մասնակից եք մարդկության մեծագույն արկածին, հասկանալու այս անհավատալի տիեզերքը, որտեղ մենք ապրում ենք։ Լույսի արագությունը մեր բանտն է։ Դուք որոշեք։ Բայց իմ կարծիքով, այն ավելի շատ մեր տուն է, քան բանտ։ Տուն, որը լի է հրաշքներով, որոնք սպասում են բացահայտվել։ Տուն, որտեղ մենք կարող ենք ապրել, աճել և ծաղկել, մարդիկ, որոնք հիանում են աստղերով։ Եվ վերջում, գուցե հենց դա է կարևորը։ Ոչ թե հասնել յուրաքանչյուր աստղին, այլ հիանալ դրանցով բոլորով։ Ոչ թե նվաճել տիեզերքը, այլ սիրել այն։ Ոչ թե փախչել մեր սահմանափակումներից, այլ գտնել նպատակ դրանց ներսում։ Այս է լույսի արագության իրական պատգամը։ Եվ այս է մարդկության իրական ճակատագիրը։ Ոչ թե աստղերի նվաճողներ, այլ աստղերի երաժիշտներ։ Ոչ թե տիեզերքի տերերը, այլ տիեզերքի երախաները։ Ոչ թե սահմանափակումների ստրուկները, այլ հնարավորությունների երազողները։ Եվ այդ ճանապարհորդությունում, այդ անվերջ որոնումում հասկանալու և հիանալու, լույսի արագությունը մեր ուղեկիցն է, մեր ուսուցուցիչը, մեր ընկերը։ Այն ցույց է տալիս մեզ սահմանները, բայց նաև հնարավորությունները։ Այն սահմանափակում է մեզ, բայց նաև ազատում։ Այն մեր բանտն է և մեր տունը միաժամանակ։ Եվ դրա համար, այդ պարադոքսի համար, այդ խորհրդի համար մենք պետք է շնորհակալ լինենք։ Քանի որ այն մեզ պահում է խոնարհ, հետաքրքրված և ողջ։ Այն մեզ հիշեցնում է, որ մենք դեռ ունենք շատ բան սովորելու, շատ բան հայտնագործելու, շատ բան հասկանալու։ Եվ քանի դեռ մենք ունենք այդ,
Մենք ունենք ամեն ինչ, ինչ մեզ պետք է։ Մենք ունենք նպատակ, մենք ունենք իմաստ, մենք ունենք տիեզերական արկած, որը երբեք չի ավարտվում։ Այսպիսով, շնորհակալություն լույսի արագությանը, շնորհակալություն սահմանափակումներին, շնորհակալություն մարտահրավերներին։ Քանի որ առանց դրանց մենք երբեք չէինք լիներ այն, ինչ ենք՝ մտածող, երազող, հրաշացող արարածներ այս անսահման հիանալի տիեզերքում։ Եվ դա ի վերջո բավական է, դա ավելին է, քան բավական է։